եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Գիտեմ, որ մի փոքր անսովոր է եւ օրը եւ ժամը, գիտեմ, որ պարոն Նահապետյանին մեր հետևորդները ամեն օր սպասում են երկուշաբթի օրը, մենք շաբաթը գիտեք սկսում ենք պարոն Նահապետյանի հետ, մի քանի օր բացակայում է, այդպես որոշեցինք, որ առաջին հաղորդումս ինչպես միշտ սկսել պարոն Նահապետյանի հետ եւ դա է միայն պատճառը, որ մենք այսօր եւ այս ժամին ենք եթեր դուրս եկել, բայց մենք նույն տեմպով, նույն գրաֆիկով կշարունակենք աշխատել, կհանդիպենք նաև ուրբաթ օրը եւ երկուշաբթի ժամը 11-ին ինչպես միշտ, բայց նաև նախնական այսպիսի պայմանավորվածություն ունենք ընտրություններից գուցե 1 շաբաթ առաջ, 2 շաբաթ առաջ, ինչպես ճիշտ կտեսնի, ճիշտ կգտնի պարոն Նահապետյանը, մենք ամենայն հավանականությամբ ամեն օր դուրս կգանք եթեր, ասեմ, որ դրա ցանկությունը եւ պահանջը շատ մեծ է եւ մեր կողմից եւ հետևորդների կողմից ես բացակայում եի Ռուսաստանի Դաշնությունում էի մինչ այդ էլ գիտեք որ մեծ համահայկական համաժողով տեղի ունեցավ Փարիզում, Հայաստանից հրավիրված էինք 4 խմբագիրներ, Արցախի ներկայացուցիչներն են եւ նախկին 3 վարչապետեր, բավականին ուշագրավ, բավականին կարեւոր հարցեր բարձրացվեցին, իհարկե այնտեղ պետք է շնորհակալություն հայտնել առաջին հերթին Հայ հեղափոխական դաշնակցությանը, պիտի ընդունել, որ այն ազգային կառույցն է, որ ցեղասպանությունից հետո երբ որ գոյացել են համայնքներ հայապահպան ամենամեծ լուրջ տարածուն ծավալուն հետևողական աշխատանքը տարել է Սփյուռքում Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ մինչ օրս այդ գործին լծված է այնտեղ բոլորին հնարավորություն տրվեց խոսելու մեր խոսքը ավելի շուտ մեր խոսքի պարոն վարչապետերը խոսեցին նախքին մենք այսօր պիտի ամենից շատ կարևոր է իհարկե այնտեղ շատ կարևորվում էր հայրաքելական եկեղեցու դերը պահպանելու պաշտպանելու մեր մեծ արժեքները եւ հատկապես հիմա երբ որ ներսից է խոցվում հայրաքելական եկեղեցին սրբազանները վեհափար հայրը պիտի մենք բոլորս կանգնենք հայրաքելական եկեղեցու կողքը այս հարցը իհարկե անշուշտ ամենակարևորն էր բայց նաեւ մենք բոլորս կարևորեցինք այն որ ամսի 7-ին տեղի ունենալու հունիսի 7-ին տեղի ունենալու ընտրություններ եւ պիտի աշխարհիս որ անկյունով լինի հայը պիտի հասկանա որ եթե ամսի 7-ի այդ ընտրություններում Նիկոլը հաղթի իհարկե աշխարհի վերջը չի լինի բայց չի բացառում որ լինի Հայաստանի վերջը որովհետեւ այն ծրագրերը որ իրենք իմիջիայլոց կազմել են որ ինքը Ալիևի հետ միասին եւ Էրդողանի հրահանգով կազմել են որ պիտի այստեղ բերեն ադրբեջանցիներ եւ Հայաստանից մեծ տարածքներ տան եւ լցնեն Հայաստանը թուրքերով սա նշանակում է որ շատ կարճ ժամանակահատվածում պատերազմով կլինի կրակոցներով կլինի թե քայլելով կլինի ուղղակի Հայաստանի Հանրապետությունը գոյություն չի ունենա իսկ այն ժամանակ Նիկոլը կհայտարարի եթե դուք չեք ուզում որ պատերազմ լինի մենք վերջնականապես պիտի համաձայնենք որ այստեղ հայ չապրի մոտավորապես այն տրամաբանությամբ ինչ տրամաբանությամբ որ այս մարդը արդեն աշխատում է 8 տարի շարունակ սա այսպես եւ հիմա կա մի քանի այլ թեմաներին օրինակ բոլորին դեմ եմ շատ թռուցիկ ասեմ եւ անցնեմ ու պիտի խնդրեմ որ պարոն Նահապետյաններ մեկնաբանի բոլորին դեմ եմ ինչ որ մի այսպիսի ուժ կա գաղափար չունեմ թե ովքեր են ինչ որ ցուցակում էլ անուններ են դրել սիրելիներս նա ով որ մտածում է որ պիտի գնա այս մարդկանց զայն տա թող վստահ լինի որ ինքը գնում է եւ քվեարկում է Նիկոլ Փաշինյանին ինչ ասել է բոլորին դեմ է մարդ որ բերել է 4 պատերազմ մարդ որ Հայաստանը հասցրել է այսպիսի աղետի եւ ողբերգության եւ շարունակում է մնալ իշխանության եւ նրան բերել դնել նույն նժարի վրա այն մարդիկ ովքեր արարել են ստեղծել են խաղաղություն են հաստատել պատերազմ են հաղթել տնտեսապես երկիրը զարգացրել են անվտանգ պահել են մեր երկիրը բերել համեմատել ասել բոլորին դեմ դուք բոլորդ Նիկոլ եք հիշեք այնտեղ որ գնալու եք այսպես նշեք որ բոլորին դեմ եք դա նշանակում է որ դուք գնում եք մոտարապես ձայն եք տալիս թուրքերին այսինքն Նիկոլին այսինքն տարբերություն չկա թուրքերին ադրբեջանցի թե որն է ճիշտ ավելի պարոն Նահապետյան թուրքերին Նիկոլին
ադրբեջանցիներին կամ բոլորին միասին իմացեք բոլորին դեմ ով ասում է եւ ասում է մենք նախկիներին դեմ ենք սրան դեմ ենք չգիտեմ ինչ են նրանք բոլորը նիկոլ են այսինքն նրանք բոլորը թուրք են սա մեկը միշտ ձեզ համար ընդունեք եւ անցեք այս ամեն ինչի վրայով այսօր շատ կարեւոր բան է տեղի ունեցել ես իհարկե կարող եմ ինչ որ բաներ քննադատել ուժեղ Հայաստանը Մարիամ կամ հիմա արդեն բարձ դարձավ որ ապրելու երկիրն է միացել իհարկե ապրելու երկիրը այս փուլում Ռուբեն Հակոբյանը որ փակված էր շատ ավելի ռադիկալ պիտի լինեին շատ ավելի կատեգորիկ շատ ավելի շատ պիտի հրապարակում լինեին մենք պիտի շատ կազմակերպված քայլեր եւ գործողություններ տեսնեինք հատկապես նրանից հետո որ մեր արժանի հայերը Բաքվի բանտում էին նաեւ Ռուբեն Վարդանյանը իհարկե ինչ որ բաներ փորձեցին անել բայց կարող ենք ասել որ քիչ է արվել բայց ինչն է ուշագրավ մենք այսօր երկու մեծահարուստ երևելի հայեր ունենք աշխարհիս տակ միլիարդերներ ովքեր ոչ թե իրենց միլիարդներով են հայտնի հայ ժողովրդին երկուսն էլ հայտնի են իրենց աստղաբաշխական արված մեծ աշխատանքով հայանպաստ աշխատանքով եւ մեծ բարերարությամբ ասեմ որ Ռուբեն Վարդանյանը միջազգային մակարդակի այդպիսի գործիչ է իր Ավրորա հիշում եք մրցանակաբաշխությամբ որ նրանք ովքեր իրենց մեծ բարերարությամբ հումանիզմով առանձնացել են աշխարհիս ծայրում է ուզում է լինեն ամեն տարի այդպես մեծ գումար էր հատկացվում եւ մեծ արարողություններ տեղի ունենում եւ նաեւ Սամվել Կարապետյանը գիտեք որ շարունակում է մնալ ամենամեծ բարերարը որտեղ ամենամեծ բարեգործություն արել է ինքը եւ Արցախի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունում շատ կարեւոր բան է եղել այսօր այս երկու անձանց ուժերը ուժեղ Հայաստանը եւ ապրելու երկիրը միացել են իրար մենք ինչպես տեսնում ենք այսպես Ինչքան էլ թշնամին չցանկանա, պարոն Ապետյան, այնուամենայնիվ այդ միավորումները մենք տեսնում ենք, որ կայանում է եւ չի բացառում, որ այս միավորումները, տեսեք, արդեն 7 ուժ միտեղ է միավորվել, Գագիկ Ծառուկյանի շուրջ են միավորվել, դե այնտեղ Ռոբերտ Քոչարյանի Հայ-Հեղափոխական Դաշնակցությունը եւ ոչ միայն այնտեղ էլի ուժեր են միավորվել, չի բացառվում, որ այս ուժերը ամենակարևոր պահին կկարողանան միավորվել եւ վերջնականապես տապալել այս թուրքական ուժերին, որ կոչվում է ՔՊ։ Սա հետ կապված, եթե բանն եք ասելու, պարոն Ապետյան։ Ես կարծում եմ բնական process-ը գնում է։ Ու հիմնականում երբ գնահատում ես ընդդիմադիր 3 ուժեր, եւ այդ կոնսոլիդացիան բնական ձևով գնալու է։ Ասենք այսպես 3 ուժ, որտեղ հավանականությունը շատ մեծ է, որ 3-ն էլ անցողությունը հաղթահարելու են։ Հիմա այլ ուժեր կան, որոնք մրցելու են, հաղթահարելու են այդ անցողությունը, թե չէ։ Այդ թվում նաև ձեր նշած դեմ են բոլորին։ Այսինքն բոլորին դեմով մտնում ես օրակարգ ինչ անես։ Ինչ անես։ Ուրեմն հիմա երբ նախընտրական ոչ թե սկսեց, այլ թեմայի վերաբերյալ խոսակցություն եւ ակնհայտ եղավ, որ 3 ուղղությամբ 3 դաշինք կամ 3 կուսակցություն, որը հետո դաշինքների վերածվեց, եթերային ուրեմն հրապարակավ հայտարարեցին, կեցված դրսևորեցին, ասենք ես առաջնորդների անուններ ասեմ, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, այդ ժամանակ շատ արագ եւ շատ բնական ռեակցիա եղավ իշխանությունների կողմից, ընդ որում ոչ միայն Փաշինյանի, այլև մի քանի տասնյակ մարդկանց կողմից, որոնք ընդհանրապես ասեն, թույլ չենք տալու Գյումրի 2-ը կրկնվի։ Այսինքն իրենք հրաշալի ինչ են հասկանում, եթե 3 ուժը այնուամենայնիվ մնում են եւ ձայների առավելագույն փոշիացում չի լինելու, սա նշանակում է, որ 3 ուժի հավաքած ձայներով, գումարային առումով իրենք ավելի շատ են լինելու, քան Փաշինյանը, ասենք Փաշինյանը 50%, նույնիսկ եթե ինչ որ Փաշինյանին օժանդակող հրապարակավ ուժ լինեն, ու ասենք այդպեսին Արամ Զավենի Սարգսյանն է հանդես գալիս, ենթադրենք, որը անցորդ քշեմը կարող հաղթարի, կարող չհաղթարի։ Եվ հետաբար Գյումրի 2 տարբերակ իշխանությունների համար ամենացավոտ տարբերակն է։ Եվ այս առումով, որպեսզի Գյումրի 2-ը չլինի, Գյումրի 1 եղավ, որտեղ ժողովուրդը գնաց ընդհանուր տեղամասեր։ Այսինքն Միջինով եւ Երևանի եւ շրջաններ Գյումրի բնակիչների, քաղաքացիների
մասնակցությունը բավականին բարձր էր։ Սա նշանակում է, որ իշխանությունների մարտավարությունը այս պայն հետևյալն է. ամեն ինչ անել, որպեսզի ընտրողը հիասթափվի, ասի միևնույն է ոչինչ չի փոխվել, ինչպես նախկինում էին ասում։ Միևնույն է, այս հները գան, նորերը գան, հները գնան, նորերը գան եւ այլն, ոչ մի բանը չի փոխվելու, ոչ մի բան իմ ձայնից կախված չի, եւ շատ վիրավորական մի արտահայտություն կա ցավոք սրտի, դա իմաստը նաեւ լավ չեն հասկանում, ասում ով է ես փալան, իրականում այդ գործիտերը փալանն է, որտեվ ինքն է, էլի, փալանն է, էշերի վրա նստում։ Այստեղ հակառակ իմաստով ասում, որ իբթե ես կատարածու ասում եմ, իշխանությունները ունեն անում են երկու մարտավարական խնդիր։ Ամեն ինչ անել, որպեսզի ուրեմն քիչ ընտրող գնա ընտրատեղամաս եւ երկրորդ առավելագույն որպեսզի ձայները փոշիացնեն, դեմ են բոլորին եւ այդ թվում դեռևս ժամանակ կա, այսօր 21-ն մինչեւ 23-ն է, չէ՞, կարծեմ գրանցումը։ Այդ ժամանակ կերևա ինչ ուժեր են հանդես գալիս եւ որոնք անցողիկ շեմ ունեն չունեն, բայց կարծում եմ, որ սա էլ չի օգնի, որտեվ հիմա Փաշինյանի թիմը կամ խորհրդականները, դրանք տեղական արտադրության խորհրդականներ են, ոչ թե միջազգային կառույցներից, հիմա Փաշինյանին խորհուրդ են տվել, որպեսզի ինքը ցույց տա մեր ժողովրդին, որ ինքը ունի ժողովրդի մեջ մեծ աջակցություն, ժողովրդավար է, խաղաղություն է բերել, մարդիկ ուզում են խաղաղ ապրել, պատերազմ չլինի, պատերազմ չլինելու կամ խաղաղության խորհրդանիշը Փաշինյան Նիկոլն է եւ կյանքը գնում է իհարկե դժվարություններով, խոչընդոտներով, բայց միևնույն է ամեն ինչ լավ կլինի։ Հիմա այս տրամաբանությամբ Փաշինյանի թիմը որդեգրել է հետևյալ քաղաքականություն, այցելություն, շրջաններ, մարզեր, բնակարաններ, տներ, շատ նորմալ ու տրամաբանական է։ Այսինքն անհոգ վիճակ է, երկիրը բարգավաճում է, ոչ մի պատերազմ չի եղել, այդ կորուստները եղել է, բայց դա արդեն մոռացված է։ Այդ էջը փակված է, տնտեսությունը ծաղկում է, մենք էլ այսպես հանգիստ գնում ենք, ասենք այդ ջրհեղեղները, ջրհորդանները, ասֆալտները չեն քերում տանում։ Դե չէ, անցողիկ կա։ Դա չէ, անցողիկ չի, այդ որտեվ այդ քերում տանում է, իրանք էլ են այդ փոսի մեջ հայտնվում, իրանց պաշտպանողներն են այդ փոսի մեջ հայտնվում, հետո էլ այդ կեղտա ջուրը իրանց վրա է հայտնվում, հետո էլ sense հայ ժողովրդին են գցում այդ ամեն ինչ մեջ, չէ, դա ոչինչ չի։ Իրենց համար, ես հիմա ասեմ, իրենց համար քարոզչական նպատակը այդ փոսերը չի։ Խնդիրը հետևյալն է, օրինակ Գյումրիում կարծես թե Փաշինյանի եւ իր թիմի պարտության խորհրդանիշ լինի այդ քաղաքը։ Ամենալուրությամբ։ Չի ունեք այդ քաղաքը։ Այս պահին Գյումրիում հանրապետության երկրորդ քաղաքն է բնակչությամբ 1, ամենաանդիմադիրն է 2 եւ պարտվելուց հետո այլ բան չէր մնում, քան Գյումրիի ընտրված քաղաքապետին բանտարկել։ Սա կարևոր հանգամանք է։ Հիմա հաջորդը Չանցնենք էլի Վարդան Ղուկասյանի, որովհետև տեսեք ինքը որ խոսում է, բան ես պայքարի մեջ եմ, դեմոկրատիա, ընտրություններ, բան չես տարել փակել։ Բան չես Վարդան Ղուկասյանին քո հետ պայքարի մեջ հաղթելա, չէ՞, դե դու թող գնա։ Երեք չառաջորն էլ որոշում կայացրեցին, կալանքը երկա հիվանդ մարդ ու այդ ամեն ինչով անդերց ընտրված մարդ, ինչի համար ես տարել փակել։ Վախենում ես Վարդան Ղուկասյանից, այո, վախենում ես Վարդան Ղուկասյանից, Նիկոլ, այն էլ ո՞նց ես վախենում։ Ժողովրդական մարդկանցից ո՞նց ես վախենում։ Դրա համար էլ փակել է Վարդան Ղուկասյանը։ Գյումրին հիմա ես ասում, այդ առումով ասում եմ, բանա, յուրատեսակ որոշակի լակմուսի թուղթ լինի։ Ուրեմն հաղթած Գյումրի, նախ այսպես, հա գնահատենք, բարձր մասնակցություն, առաջին չափորոշիչ, երկրորդ չափորոշիչ, ընդդիմության հաղթանակ, երբ որ ընդդիմությունը միավորվեց ամենաշատ ձայն հավաքած անձի շուրջ։ Սա կարևոր երկրորդ պայմանը։ Երրորդով այդ պայմանավորվածությամբ ընտրվեց ընդդիմության ներկայացուցիչը որպես քաղաքապետ, երրորդ քայլը։ Չորրորդ քայլը, որ այդ քաղաքապետը ծնկած չի առ այսօր իշխանության առաջ։ Ոչ է Սրբազանը։ Ոչ է Սրբազանը։ Ոչ էլ մյուս ընդդիմադիր ուժերը։ Նայեք։ Ոչ էլ ժողովուրդը Գյումրի։ Այ հիմա ինքը խնդիր է, ուրեմն ուշադրություն դարձեք։ Իր համար Երևանը, մարզերը բան կարող է կարևոր է, բայց իր համար խնդիրը Գյումրին է։ Այսինքն Գյումրիում ցույց տա, որ նույնիսկ քաղաքապետը բանտում է, ժողովուրդը այդքան էլ առանձնապես իրան չի սիրում, բայց այդ համերգը ինչ որ կազմակերպեց, լսի, այ հիմա այս համերգը լավագույն ցուցիչն է, ուրեմն դու պատկերացրեք 1000 մեքենա։ 1000 մեքենա երթ, դա մի ահռելի թիվ է։ Դա ծախսնել հաշվեք էլի։ Հələ ծախսենք ում, չէ, ես այդ փողերը հաշվելուց ես շատ վատ եմ, ծախսի մասին չենք խոսում։ Ինձ համար ինչ կարևոր ցուցիչ կա։
1000 մեքենա, եթե ինքը համախոհներ ունի, որոնք ուզում են իսկապես գնալ Գյումրի մեր գյումրեցիներին պատվով, թասիբով հանդիպեն, զրուցեն, համերգան տան, ուրախանան, ժպտան, որտեղ խաղաղությունն վերջապես հայոց հողում հաստատվել, այդ մեքենաների մեջ ամեն գնացողի առնվազն տեղ պետք է չմներ, որտեղ մարդիկ իրանց ուրախությունը, այդ ուրախությունը պետք է գնային, ուրեմն հանձնարարական հետևյալն է վարորդ, դե մեքենա վարորդով պետք է գոնե մի հոգի կողքը մարդ։ Հիմա գնացին հասան Գյումրի 1000 մեքենա։ Ոստիկանությունը ասա գցելու տեղ չկա։ Հələ այդ համազգեստով առանց համազգեստի չկա։ Այդ 1000 ուր էին գնացել։ Հիմա նայեք։ Եվ ամբողջ խնդիրն է, նու լուրեր տարածեցին, որ ամենայն հավանականությամբ ճշմարտությունն է, որտեվ այդ դեմքերը, որ ցույց էին տալիս, բոլոր տեղերում այդ դեմքերն են։ Ասում են մի 200-300 մարդ ամբողջ Գյումրի քաղաքից մոտակա շրջանից այդքան մարդը հավաքել են, չգիտեմ, ասենք դրանք պաշտոնատար անձինք, դպրոցի տնօրեններ, մանկապարտեզ, ապարատում աշխատողներ, վարչական ապարատ եւ այլն մի 200-300 հոգի հավաքել տարել են։ Այսինքն այդ տարածքը, որտեղ առնվազն 10000, 15000, 20000 եթե ամբողջ արտաքին մասով լսնեին, հիմա սս նայում ես խումբ ոստիկան, այստեղի մեքենաներով գնաց հասներ, իրանց վարչական ռեսուրսը բա ունեն գյումրեցիք։ Ինքն էլ, բանա, չէ, գնում է ուրախություն, խաղություն, այդ ամեն ինչը ինքը գնում է, այսինքն իր վերաբերմունքը շատ նորմալ է, գնում է խաղության որպես խորհրդանիշ։ Այդ գյումրեցիք, բայց պատկասեք ինչ անբարական, ուրեմն իրանք ընտրված քաղաքապետին փակելը, տարել այդ պայմաններում, դաժան պայմաններում պահում է, այս մարդն էլ 1000 մի առողջական խնդիրներ ունի ու պահում է 6 հոգու հետ, սարսափելի պայմանների մեջ պահել է, ուրեմն այդ թեմի առաջնորդին կալանավորել է, բանտել է, հետո բերել է տնային կալակ, թույլել չի տալի նորմալ իր հավատավոր ժողովրդի հետ շփվի։ Այս ամեն, էլ չեմ ասում եմ մնացած բոլոր հանցագործություններն ու թալանն ու պատերազմը ինչը։ Այս ամեն ինչից հետո ուզում է գնա բանի, գյումրեցիք էլ գնան ասեն բանը։ Ինչ լավ ես արել էլի, տարել ես մեր ընտրած քաղաքապետին փակել ես, մեր սրբազանն էլ այսօրն ես գցել, հələ դե գրողից օստել, հայրենիք էլ ծախել ես, հեսա Երևանն էլ Հայաստանն էլ ծախելու ճանապարհին ես էլի։ Դու իրա չգիտեմ, ասենք ինչ ասես այս մարդու մասին։ Հիմա եկեք ավելի սթափ եւ սառ գնահատենք։ Գյումրեցիք ցույց տվեցին, որ իրանք տեր են իրենց ընտրության։ Այո։ Ամենակարևորը, էսի շատ կարևոր է, Գյումրեցին ցույց տվեց, որ այն ընտրությունը գիտակցված, որ ինքը քաղաքապետի ավականու ընտրությանը մասնակցել է, ինքը հետ չի կանգնել։ Ինքը չի ծնկել, ինքը չի դավաճանել, իր ընտրված քաղաքապետը բանտարկված է, իր հոգևոր առաջնորդը Շիրակի թեմի կալանքի տակա տնային կալանք եւ այլն, բայց Գյումրեցին ցույց տվեց, որ ինքը իր ընտրության տերն է, այս շատ կարևոր փաստ է։ Եվ հիշում եք Գյումրիում երբ ընտրություններ մենք ասում ենք, որ իշխանապողության գործընթացը կարող է Գյումրիից սկսել։ Մենք դուք էլ շատ լավ առաջարկ արեցիք։ Ինչևէ, ես ասում եմ այսպես, եթե ու ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ որ շրջաններ, որ իսկ միջետ էլ ինչ որ տեղեր, շքամուտքեր, շենքեր, մարդկանց հետ հանդիպումներ, նույնիսկ մի նկար ցույց տվեցին այդ գյումրեցիք որտեղ որ ճանակ ջեբի Գյումրի գնալուց ինչ որ միջանկյալ կանգնել են, մարդիկ դիմավորել են, հետո ոնց որ թե այդպես ողջագուրվել, լավ խոսքեր դասվեն, ճանապարհը փակել են։ Այս նկարները, այսինքն ուրախությունը մարդիկ չգիտեն իրանց ուրախությունը, թե ոնց եղավ վերջապես որ հանդիպեցին, այն ասենք շրջափակում բաց չեն թողում, ասում են, չէ, դու պիտի մնաս, քու ցավը տանենք։ Հասկանալի է, չէ՞, որ սարկազմ կասած մեջ։ Հիմա այստեղ երկրորդ կարևոր պահը կա, եւ դա, ասենք, սկսեց քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ։ Լինի դա մետրոյում, լինի դրսում, լինի շենքում, երբ որ դուռ են բացում, լինի խանութ մտնելիս մարդկանց մեջից վախի գործոնը շատ կարևոր է այսի։ Աշտանաբար դուրս է գալիս։ Այսինքն մարդը չի, եթե հիշում եք 2000, եթե չեմ սխալվում, 21-ի ընտրությունների ժամանակ էլի Գյումրիել գնացի, Գյումրիցի մի կին, որ ասես դու իմ ժողովրդին խաբել ես։ Այո։ Առաջիններից էր, առաջին ասեց, սուտ խոսան, խափող խարդախ, ամեն ինչ ասեց, այո։ Թիկնախումբը, որ ուզում էր ներկայացնել, ինք ասեց թող մինչև վերջ ասի, մինչև վերջ այդ կինը ասեց, հա։ Հիմա ես ինչ եմ արել ասում, այդ ժամանակ, երբ որ մենք տեսանյութերը ես փորձեցի մի հատ նայել, այդպես արխիվային, փաստորեն
այդպիսի կեցվածք կարող է եղել նկարած չեղել, բայց այդպիսի կեցվածք այդ մի կինն էր։ Հիմա որտեղ ինքը գնում է հանդիպում է ամիջական կոնտակտի մեջ, եթե դա բեմականացում չի, ինքը ստանում է այն իրական պատասխանը, կեցվածքը, մարդկանց, որը վաստակել է։ Եկեղեցի հավատավոր գյումրեցի կանայք ինչ արեցին։ Եվ այդ տիրադավների գլխին եւ իրա գլխին։ Ասեք մարդը գնում էր եկեղեցի ամատրում 1000 բանը ոստիկանով շրջապակված գնում է եկեղեցի ամատրում եկեղեցու դուռը փակում։ Ես հիմա սա ինչ եմ ասում, որ մենք հորդորում ենք Փաշինյան Նիկոլին եւ իր թիմին, որ ինքը այս քարոշության ժամանակ բոլոր շրջանները, բոլոր գյուղերը գնա անընդհատ շփվի, հիմնավորի, որ մարդիկ խաղաղության մեջ են։ Շատ լավ ես անում։ Գնա, որ շատ լավ տեսնես թե ժողովրդը ինչ է անում քո գլխին ու ոնց է քեզ դիմավորում ու այդ քո բան պլանները իբրև թե գնան անհոգություն եմ ցույց տալիս, մենք խնդրեմ չունենք, մի հատ է զբաղվեք ինձանով ու Անայով, էդ էլա չէ, այդ պատահական չի որ տարավանային, որ թեմայա գցել էլի ձեր համար զբաղվեք, խոսեք Անայից խոսեք, այնտեղ որ Անայից խոսենք, որ Արցախ ընդհանրապես մոռանանք, գերիների մասին մոռանանք, ասֆալտը սենց քշում տանում է մոռանանք, այն գյուղացիների վիճակը մոռանանք, Թալանի մասին մոռանանք, ինչա կատարվում, այսօր սա այսքան քաղբանտարկյալների մասին մոռանանք, այնտեղ գնացել է տակից Եվրոպայի արևմուտքի հետ ինչ խաղեր է տալիս մոռանանք, բա ինքը սենց հրեշավոր բաներ անում, չէ, գնացել է թուրքական բաների առաջ ինչ որ ելույթ ալեն ունենում, ինչա խոսում, բա այս կարևոր հարցերը որ մոռանանք, ինքը պատրաստ է սենց բան անի։ Այսինքն այսպես գնում է ռեալ վարկանիշի կտրուկ անկում զոհաբերություն կենցաղային հողի վրա եւ ես կարծում եմ ինքը գիտակցված է դրան իմանալով որ այդպես է լինելու է եւ շատ ճիշտ դիտարկում արեցիք իրականում բուն նպատակը կարևորագույն պետության անվտանգության հետ կապված Արցախի հետ կապված մեր ապագայի հետ կապված Հայաստանի հետ կապված այս կարևորագույն հարցերը ասենք Ալիևի հայտարարությունների, կեցվածքի, Արմենիան Ադրբեջանի կեցվածքի հետ կապված նախագահ նախարարը իրանց ինչի համար է որոշել այս փուլում վեր կենա, չեք հասկանում այ ժողովուրդ, ել չգիտեն թուրքերը ինչ անեն, ել չգիտեն ինչ ոնց պաշտպանեն Նիկոլին, այն հին ու նոր հանել են արի նախկին արտգործնախարար, կարող է դու մի քիչ ազդեցություն ես, արի ներկա, բոլորը վեր են կացել, զգում եք ինչ են կանչում ըստ էության, պարոն Նահապետյան, Նիկոլ, ողջ Ադրբեջանը իր էլիտայով, Թուրքիան կանչում են Նիկոլ, Դե հիմա եթե այդ երկի շահերից բխում է, որ Նիկոլը վերարտադրվի, բնականաբար պետք է ամեն ինչ անեն, որ պաշտպանեն, բնական պետք է ընդունել։ Այսինքն կան իրողություններ, որ ընդհանրապես պետք է արձանագրել։ Այո, Ադրբեջանի եւ Թուրքիայի ազգային պետական շահերից է, որովհետեւ Փաշինյան Նիկոլը եւ իր կուսակցությունը վերարտադրել։ Իրանց նախկին արտգործնախարարը վերակենում, ասում է, «Էլ տեղ չունեն, դու ես այս սրիկ ասում, էլ տեղ չունեն Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը, այսինքն թիվ 1 բարերարը տեղ չունի։ Դուք պատկերացնում եք, Թշնամի երկրի բարերը ասում է, «Էլ տեղ չունի այստեղ ընդհանրապես, բանը հաղթած նախագահը, երկիրը շենացնող նախագահը տեղ չունի»։ Բայց ասենք Արցախը կործանող, Հայաստանը կործանող մարդը դες ասում է բանը։ Ալիևն է ասում, ադրբեջանցին է ասում։ Գիտեք, ցանկացած պետության մեջ, երբ որ ընտրություններ է գնում, նորմալ պետություններում, նորմալ եւ իշխանությունը եւ ընդդիմությունը խոսում են, իշխանությունը խոսում է իր, ասենք 4 կամ 5 տարի կառավարման ժամանակ ձեռքբերումների մասին։ Թվարկում է, ցույց է տալիս, փաստում է, որ իր խոստումների ճնշող մեծամասնությունը արել է, ինչ էլ որ չի արվել կան սուբյեկտիվ պատճառներ, եւ ինքը խոստանում է, որ հաջորդ վերընտրվելուց ինքը անպայման կանի։ Այսինքն գնում է ծրագիր, աշխատանք կոնկրետ եւ արդյունք։ Ընդդիմությունը ասում է, երբ որ ես գամ կոնկրետ ծրագիրը անելու եմ սա, անվտանգությունն է, տնտեսությունն է եւ այսինքն գնում է ժողովրդին համոզելու ծրագրային խնդիր։ Մեզ մոտ եթե ուշադրություն դարձեք, ընդ որում ընդդիմության որոշակի ինչ ասում է, ես իմ ծրագրերը առած ներկայացնում եմ, սիրելի հայ ժողովուրդ, քանի որ քո համար քո ազատագրած հողերը խնդրեմ էին, ես տվել եմ թշնամուն։ Ասում է, քանի որ քո համար քո հաղթած գեներալներն ու նախագահները խնդրեմ էին, տվել ենք թշնամուն, ասում է, չէ՞։ Ասում է, հիմա ասում է Հայաստանի Սյունիքի դիրքերը, տարածքները, հողերը, Բերի Մշակովի հողերը խնդրեմ էր հայ ժողովրդի համար, բայց ծրագիր եմ արել, տվել եմ թշնամուն։ Մեկ էլ մի հատ շատ կարևոր բան եմ արել, շատ կարևոր բան։ Հա, խլել եմ
մեծ բարերարից, որ 380 միլիոն ներդրում արեհեցում, խլելով եմ զբաղվել, մի 10 հատ էլ օլիգարխ եմ ձևավորել, ես էլ իրանց մեջ ինքը, պարզա չէ, առանց իր այդ օլիգարխները բան չէին անի, չեն ձև։ Մեկ էլ մի հատ կարևոր բան եմ արել, ասֆալտ եմ փռել, էլ ջուրն եկավ, ջրն այդ ասֆալտով, ցեխով, փոսախառը ինչ արեց, պարոն Նահապետյան։ Էս այս մարդու ծրագիրը, ով ասես չի ներկայացնում։ Չէ, ուրեմն մենք ապագա ծրագիր, չէ, լուրջ եմ ասում։ Բա ապագա ծրագիրն էլ ասում ադրբեջանցիներին բերելու եմ լցնեմ Հայաստան։ Ինչ է ասում, եկեղեցին էլ քանդելու եմ։ Երեգելի նստել է խոսում է թե ինչ անելու եկեղեցու գլխին։ Չի էլ հրաժարվում այդ մտքից։ Եկեղեցին հիմնահատակը քանդեմ։ Ասում է, նայեք, Սուրբ Էջմիածինը մեր սրբության սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածին ախտոտված է, ախտահարված է։ Ես ինքն ասում, ոսկե ինքը գնահատում է, այս աչքի, փշի եւ գերանի պատմությունն է, էլի, հետաքրքիր է։ Ասում է, դե ասում է, հա, աչքիդ գերանը դու տես, ուրիշի աչքի մեջի փուշը։ Հիմա փաստորեն ինքը գնահատում է, որ Սուրբ Էջմիածինը Մայրաթոր ախտոտված է, ախտահարված է։ Ինքն էլ որպես բանը բուժող բժիշկ գալիս է, որ եկեղեցին դարերով հայ առաքելական եկեղեցին եղել, մնացել, պահել, պահպանել հայության, ինքնության ամենակարևոր օջախը հայ առաքելական եկեղեցին, մի հատ ինչ որ բջի բան, ինչ ասեմ դրան, չգիտեմ ինչ անուն տան։ Ասում է, նայեք, հետաքրքիր գնահատականները, ասում է, ժողովուրդը օտարվել է եկեղեցուց եւ սա հոգեվոր անվտանգության խնդիր է։ Իսկ ինքը ով է, որ այդ գնահատականը տալիս է։ Հայաստանում հոգեվոր կյանքի բովանդակությունը գնալով ավելի ու ավելի թուլանում է։ Սենց գնահատականներ է տրվել։ Չէ, սա եկեք լուրջ ընդունենք, ինչի համար, որտեվ տեսականորեն մեզ լսողները թող իմանան, նաև նրանք ովքեր որ հետո կլսեն, որ իր վերընտրվելու դեպքում իրական հիմնական ես վստահաբար եմ ասում, թիվ 1 թիրախը դառնալու է եկեղեցին։ Ոչ այդքան անդիմադիրները, ոչ այդքան խորհրդանու անցած այս կամ այն ուժը։ Թիվ 1 խնդիրը իր համար եւ Ադրբեջանի, Թուրքիայի համար թիվ 1 խնդիրը մեր եկեղեցին է, այսինքն ամբողջ ընդ որում ինքը այն գործողությունները որ անի, նախընտրական ծրագրում կա, չէ՞, վեհապարի հետ կապված փոստորեն հրաժարական ընտրություններ նշանակում եւ կառավարում։ Այսինքն ակնհայտ է եւ ինքը չէլ թաքցնում։ Հիմա ես սա ինչ եմ ասում, որ մեծ հաշվով հասկանանք, որ մեր ինքնության հիմնական կրողը, հա, մեր պատմական հիշողություն պահողը, մեծ հաշվով ցեղասպանություն եւ Արցախ պահողը ազգային ինստիտուտ, պետական ինստիտուտները կարող է հիվանդանան, այնպես ինչպես հիմա, հա, բայց ազգային ինստիտուտը, միակ ազգային ինստիտուտը եկեղեցին է, այդ եկեղեցին ինքը պահող է, պահպանող է եւ փոխանցող է։ Ես այդ առումով ուզում եմ մի երկու տող Հրանտ Մաթեոսյանը շատ տիպիկ այս օրերի համար ասել, մեր ցեղասպանության, Արցախի հետ կապված մեր ժողովրդի մեջից ինչ են ուզում հանել։ Այդ թվում նաև դպրոցներից ազատամարտին մասնակցած եւ զոհված մեր երկրի քաղաքացիների նկարները, դպրոցական դասագրքերից Արցախի թեման, ցեղասպանության թեման, խորհրդանիշները, Արարատ բառը։ Հրանտ Մաթեոսյանից կոչված ծառերը մի հատված շատ հակիրճ ուզում եմ։ Իսկապես Հրանտ Մաթեոսյան որպես հանճար ինքնույնս գրող չի, ինքը մտածող է եղել իրականում։ Այսօրվա օրերի համար ասում է. մարդ ու անասուն իրարից ջոգվում են հիշողությամբ։ Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում։ Հիշողության մեջ ես, ուրեմն վարվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես, եւ հիշողության մեջ չես, հրեն, բաց դաշտում կով նարացում է առանց հիշողությունների, իսկ հորթին 3 են մորթել։ Այն ծառը, թե հիշողություն ունի, քոնոնք էլ ունեն։ Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են, եւ քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, եւ նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորից հիշողություն չես ունենա, որովհետև վախենում ես ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել։ Իդեպ ասեմ, այս հիշողությունը շատ կարևոր է, որտեղ մեծ հաշվով մեր ինքնությունը նաև հենվում է մեր այս պատմական հիշողության վրա,
ժամանակին ես սա իրականություն է, այդպիսի ինչի մասին ես ասում եմ եւ դրա վերաբերյալ փայլուն եւ գրական ստեղծագործություն կա եւ դրա հիման վրա ֆիլմ է հանվել Ղրղս գրող Չինգիզ Այթմատով եւ դարից երկար ձգվում է օրը նկարագրում է ինչպես Տափաստանի ժողովուրդները երբ որ մտնում են ինչ-որ տարածք են գրավում իրենք տղամարդկանց ուխտի կաշին հագցնում են հիշողությունը գործել խնդիրը հետեւյալն է որ այդ մարդը որպես մարդ ավարտում է իրանց համար օգտագործվի եւ այ ուխտի նոր մորթած ուխտի կաշին իրենց ավազների մեջ գլուխը միայն գիզիչ արևի ճառագայթների ներքո կաշին գլխին սեղում է երբ որ արևը արդեն ուժեղ է լինում այդ կիսաթած կաշին սեղում է ամբողջ եւ իմացել են եւ հետո որոշ ժամանակ մնում է այնքան որ եւ գիտեն երբ հանեն այդ կաշին եւ այդ մարդը կորստում է հիշողություն ինքը չգիտի ով է ծնողները ով են ինքը որպես բիոռոբոտ այլևս հրաման կատարող է իրեն տերը ասում այսպես անում այսպես զինվորս գնա սպանի թալանի եւ այլն սա պատական չի սա իրականություն է եղել այսինքն շատ կարեւոր է ազգին ժողովրդին կառավարելու համար փորձել առավելագույն զրկել հիշողությունից այն գործընթացը որ հիմա մեզ մոտ տեղի ունենում սա շատ ավելի խորքային է քան ասենք վատ տնտեսություն կիսավտանգ կամ կիսաանվտանգ երկիր երբ որ քո ինքնությունն են ոչնչացնում քեզ հիշողությունից են կտրում դու այլևս 100%-ով կառավարել ես այսինքն մեզ դնում են 100%-ով կառավարության տիրույթ կարող է դրա համար 1-2 սերունդ պետք չի այսինքն մի սերունդ որ Դեն արագությամբ որ իրենք են գրում եւ այդ ինֆորմացիան դարում, այո, մի սերունդը բավարար է, նույնիսկ մի սերունդի կես ժամանակահատված, ասենք 10 տարի, 12 տարի։ Բավարար է, որպեսզի ընդհանրապես ժողովրդի գալիք սերնդի Կրթության մեջ 10 տարի աղետ բերես, Բլեյանը ոնց էր մի քանի տարի այդ աղետը բերեց, հետո մի 15 տարի չէին կարողանում շտկել։ Հիմա նույնը սրանն է, այնպեսի մի հատ աղետ բերի ինքնության դեմ այնպեսի մի հատ բան հարված տա, որ չգիտեմ, հետո եթե Աստված կամենա Հայաստանի Հանրապետությունը մնա, մենք չգիտեմ քանի տարի ապետ վերականգնենք։ Ինչն էր հետաքրքիր, ես նաև օրերս ասեցի, հա, որ Մոսկվայում է եւ առիթ ունեցա հանդիպելու նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրայել arczepiskopos Սրբազանին, ուղղակի, չգիտեմ, մեր հիացմունքս ինչպես արտահայտեմ, նախ այդ ինչ ահռելի աշխատանք է տարվել։ Նախ գանք նրանից, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունում մենք ունենք շատերն անգամ ասում են ճիշտ այնքան հայություն է ապրում, ինչքան Հայաստանի Հանրապետությունում, ճիշտ է, պարոն Նահապետյան։ Այո, այդպես ասում են։ Եվ պիտի ընդունենք նաև, որ այդպիսի մեծ համայնք է ձևավորվել, Նիկոլ, այն քո սիրելի եղբայր, Ադրբեջան եղբայրական ժողովուրդ, ադրբեջանցիների ջանքերով ճակերտավոր, որտեվ մեծ մասը այնտեղ են փախչել, դուք գիտեք, որ Հայաստանից հեռացել հիմա իրեն 300,000-ի մասին են խոսում, բայց իրականում 125-130,000 ադրբեջանցիների մասին է խոսքը, որ Հայաստանի Հանրապետությունում ապրել են, մինչդեռ Ադրբեջանի Հանրապետությունում եւ մեր պատմական հայրենիքում Արցախում եւ հարակից շրջաններում գնահատվել է մոտ 1 միլիոն հայություն է ապրել եւ մեծ մասը 90-ականներին ցեղասպանությունից Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի, որ դու լռում ես սրիկայաբար ձայն չես հանում, ինչ որ խաղաղության մասին ես դու խոսում, այդ մարդիկ ուր գնացին, որ գնացել են Ռուսաստանի Դաշնություն, ճիշտ է, ինչից է ձևավորել։ Նախ մեր մեծ սփյուռքը ձևավորվել է քո եղբայր սիրելի հարազատ թուրք ժողովրդի գործած հանցագործությունից ցեղասպանությունից հետո ձևավորվել է նաև հատկապես Ռուսաստանի Դաշնությունում այդպիսի մեծ թիվ է կազմել Ադրբեջանի գործած ցեղասպանությունից հետո եւ նաև Թուրքիայի գործած ցեղասպանությունից հետո, որտեղ Թուրքիան եւս շրջափակել է Հայաստանը, դա եւս ցեղասպանական գործողություն է, բայց այսօր որ դու խաղաղությունից խոսում ես, ասում ես խաղաղություն պիտի լինի 300,000 ադրբեջանցի խոսում են, բայց սրիկա, բա մի հատ ասա տեսնենք այդ 1 միլիոն հայություն ուր է գնալու Բայց 1 միլիոն հայության փոխհատուցումը ով է տալու։ Բայց այսօր այդքան մարդ կա Ռուսաստանում, չգիտեմ որտեղ, մարդիկ տներ են կորցրել, բայց դու գիտեք ինչքան նամակներ կան, որ իրենց երախտիկի խոսքն են հայտնել ադրբեջանցիները, որ այստեղից գնացել են, ոնց են իրանց ոստիկանները գեղեցիկ ուղեկցել, իրենց բնակարանները կարողացել են վաճառել, իրենց հարստությունը իրենց հետ վերցրել են, բայց 1 միլիոն հայության մասին ով պիտի մտածի։ Այ հիմա այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունը ղեկավարությունը
Դրա բանը չէ վերաբերում, եթե այսօր մեր համայնքը այնտեղ բարգավաճում է, կայացել է, իրենց երկրի քաղաքացիներ են եւ այնտեղ ես ասեմ, չգիտեմ, նաեւ իրենք առանձնանում են, հիմա կասեք շատ եմ գերագնահատում, բայց Արցախի ժողովուրդը, Բաքվի հայությունը, Կիրովաբադի հայությունը իրենց եւ ինտելեկտով եւ աշխատունակությամբ եւ չգիտեմ ընդունակություններով շատ բարձր են։ Այսօր որ մենք ունենք 46 ակադեմիայի թղթակից անդամ Ռուսաստանի Դաշնությունում, ես ասեմ որ մեծ մասը ցակումով հենց այնտեղից են, որ գլխավոր թերապևտը Ռուսաստանի նևրոպաթոլոգը Ռուսաստանի եւ այսպես շարունակ հայեր են, դրանք եւս ցակումով այնտեղից են։ Հիմա այս համայնքը ձևավորվել է եւ մենք պիտի նաեւ շնորհակալ լինելով այդ իշխանություններին, դուք տեսնեք թե ինչ հայապահպան, ինչ աշխատանք է տանում մեր առաջնորդարանը Իդեմս Եզրա Սրբազանի, ես չգիտեմ, ինձ թվում է ես պարոն Նահապետյանից ավելի լավ կարող եմ ներկայացնել, պարոն Նահապետյանը վստահաբար ինչ շատ ավելի լավ կարող է ներկայացնել, թե ինչից ինչ են ստեղծել, էլ դպրոց, էլ դպրատուն, էլ թանգարան մի խենթանալիք, այդ ինչպիսի հարստություն կա եւ ինչ գանձեր ունենք մենք այնտեղ պահպանված ամուր վստահելի ձեռքերում եւ իշքան հայ երիտասարդներ ու պատանիներ են անցնում այդ կրթօջախներով, այդ դպրոցներով, այդ թանգարաններով, ել չեմ ասում այդ եկեղեցով մի վեհապար, այսպես վեհ նայմես սուրբ պայծառակերպության այդ եկեղեցին մի հրաշակեր կոթող է, ինչ է իրենից ներկայացնում եւ ի պատիվ մեր սրբազանի եւ անշուշտ ի պատիվ մեր են մեծ բարերարների, որ մեծ ահռելի գումարներ են տվել, իդեպ ես էլի չեմ սխալում, ամենամեծ գումարը տվել է Սերգեյ Համբարձումյանը, որ համեստաբար լռում է իր մեծ բարերարություն անելով եւ մեծ բարերար Սամվել Կարապետյանը, իհարկե եկեք չասենք որ մյուսները չեն արել, heç նշանակություն չունի, մեկը կարող է 10 միլիոն արել, մեկը 1 միլիոն կամ 100,000 ռուբլի կապ չունի, եթե արել են կեցեն իրենք եւ բոլորի անունները այնտեղ փակցրած է թե ինչ են արել։ Այդ առումով կարելի ասել իսկապես գիտեք վեհապար հայրապետի վերաբերյալ երբ որոշ անձինք անպատասխանատու մեղմ ասած անպատասխանատու հայտարարություններ են անում օրինակ կառուցած վերակառուցած վերանորոգված եկեղեցիների թվականակով 320 ուրեմն ասեմ ձեզ որ Գրիգոր Լուսավորիչից հետո այն հայրապետն է որը առավելագույն արել է 1 այսինքն բայց այդ եկեղեցի այդ շենքերը որը Աստծո տուն պիտի դառնան այդտեղ հոգևորական պիտի լինի չէ ուրեմն վեհապար հայրապետի կառավարման տարիներն է որ մեր եկեղեցին այլևս կարողացավ առավելագույն կրթված կրթօջախից հոգևոր կրթություն ստացած քահանաներ ուղարկել եկեղեցիներ որ այդ եկեղեցին որպես Աստծո տուն քահանան ծառայություն մատուցի իր ժամանակն է առավելագույն քահանաներ պատրաստվել Վազգենյան դպրոցում եւ մեր եկեղեցիները հիմա երբ գնահատում ես մարդուն ոչ թե խոսքերով այսպես մանիպուլատիվ այլ գործերով իսկապես կարող ես նաեւ ներքին այդպես խինդ ունենալ արժանապատիվ կեցվածք որ այսօր մեր ժողովուրդը ունի նման հոգևոր առաջնորդ որի կառավարման ժամանակ եւ մեր ժողովրդի հոգևոր դաստիարակությունը օրինակ այսպես որ գնահատում են ասում են չէ գնահատականներ տալը շատ դյուրին է երբ որ ասում ես օրինակ կարող եք ասել ինչ չափորոշիչներով ես գնահատում որ մեր եկեղեցին այսպես է կա չափորոշիչ ոնց է գնահատում չկա ընդհանրապես խոսք է այսքան ցեղ շպրտելու համար պետք չի ոչ շատ խելացի լինես ոչ շատ պատասխանատու ոչ շատ ազնիվ լինես ցեխա շպրտում ես հիմա ինչ չափորոշիչներ կա գնահատելու համար ես ասում եմ գնահատման չափորոշիչներ եկեղեցիների կառուցված վերանորոգված եւ գործող եկեղեցիների քանակը 1 Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնությունում եւ Իսփյուռս դրսում որտեղ հայկական համայնք կա եկեղեցին նշանակում է որ հայ իր ինքնությունը պահում է իր լեզուն իր հավատը համայնքը կազմակերպված է եւ այդ կազմակերպված հիմա ես խոսքս Ռուսաստանի մասին չի միայն այն համայնքները որոնք որ հիմնականում ուրեմն ցեղասպանությունից հետո դուրս եկած մազապուրց հայության ժառանգներն են իրական Թուրքիայից պահանջատերը հա թե ինչու է Թուրքիան ուզում
մեր եկեղեցին առավելագույն կառավարության տիրույթ կա։ Որտեղ ցեղասպանության, ուրեմն նայեք, ցեղասպանության պահով Թուրքիայի համար վտանգ այն չի, որ ցեղասպանությունը տարբեր շատ երկրներ ընդունեն, այդ թվում նաև Միացյալ Նահանգներ։ Թուրքիայի համար մահացու հարված է, որ ցեղասպանության ընդունումից հետո լինի հատուցում, փոխհատուցում։ Այն կորուստները, որ հայությունը, որ Թուրքիան ունեցել է, դուրս եկել եւ Թուրքը ուղղակի խլել է այդ ամեն ինչը, դա բավականին լուրջ, նույնիսկ տրիլիոնների հասնում հիմար է։ Բայց դա տարածեք նաև Ադրբեջանի վրա էլ։ Բաքվի ջարդեր, Սումգայիթի ջարդեր։ Ես հիմա կոնկրետ Թուրքիայի պահով եմ ասում։ Իսկ սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է ով է պահանջատերը ցեղասպանությունից հետո, ցեղասպանության ուրեմն դեպքերից հետո, որպես իրավահաջորդ այդ ցեղասպանվածների մազապուրտ ժառանգներն են։ Ժառանգների ճնշող մեծամասնությունը գտնվում են ոչ Հայաստանի Հանրապետությունում եւ ոչ Ռուսաստանի Դաշնությունում, դա արաբական աշխարհն է, դա եվրոպական մասն է, դա Միացյալ Նահանգներն է, դա Ավստրալիան է, հա։ Եվ պատկերացրեք հիմա խնդիրը թիրախավորն է, որ իսկ այդ համայնքների մերանը, կազմակերպողը, ոգեշնչողը, ուրեմն օգնողը դա մեր եկեղեցին է։ Ինքնություն պահողը, լեզուն պահողը, մշակույթը պահողը, հավատը պահողը դա եկեղեցին է։ Այսինքն, եթե չկա տեսականորեն այդ եկեղեցիները, այդ համայնքները միանգամից կոպիտ ասած լուծարվում են եւ այդ համայնքի յուրաքանչյուր անդամ ընդհանրապես ապրում է այն կյանքով, ինչ ապրում է, ասենք, այդ երկրի քաղաքացին یا սովորական որպես այլ ազգային պատկանելիության, բայց սովորական քաղաքացի։ Իսկ մեր եկեղեցին միշտ վառ է պահում նախ ցեղասպանությունը, մեր ինքնության պահպանումը եւ հիմա Արցախը։ Եվ այս առումով ցեղասպանության պահով եկեղեցին խնդիրը պահանջատիրության հարց է, ես գիտեմ որ միջազգային դատարաններ նաեւ հենց եկեղեցին է դիմել։ Եվ դա եւ եկեղեցին եւ մեր համայնքները, որոնք որ հիմնական պահանջատերն են հետևանքների ցեղասպանության ճանաչում եւ հետևանքների վերցում, այսինքն փոխհատուցում։ Փոխհատուցման ժառանգներն է, որ Թուրքիայի մղձավանջն է, ցանկացած ղեկավարի կապ չունի, դա Էրդողանն է, թե որից այլ անձ է։ Նա հրաշալի գիտի, որ այդ պահանջատեր մարդիկ կան, իրենց ժառանգները կան, փաստաթղթերը կան։ Եվ հիմա եկեղեցին պետք է ինքը կառավարության տիրույթում կամ լուծարի կամ կառավարության տիրույթում պահի, որտեղ եկեղեցին այս ամեն ինչը կազմակերպող։ Հիմա գալցենք Ադրբեջանի պահով։ Ադրբեջանի պահով Ռուսաստանի համայնքի առյուծի բաժինը ձևավորվել է խորհրդային տարիներին, ուրեմն Արցախ աշխարհից, որը իր մեջ նաև Դաշտային Ղարաբաղն էր կրում, եւ Բաքու քաղաքը եւ Դաշտային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ դուրս, նաև Նախիջևան, ուրեմն դուրս եկածների մեծ մասը հիմնականում այն ժամանակ դե խորհրդային տարիներին Եվրոպա, Ամերիկա չէր կարող գնալ, գնում են Ռուսաստան։ Նա սպիտակ ցեղասպանության մի տեսակ է։ Ուրեմն սա առաջին հոսքը, նայեք, սա խորհրդային տարիներին որտեղ պաշտոն չէին տալիս, գործ չէին տալիս, մարդը կրթություն էր ստանում կամ չէր ուզում Ադրբեջանում կրթվել, գնում էր Ռուսաստանում ինչ-որ մի բու կամ ոչ միայն Ռուսաստանում, հա, ստանում էր կրթություն, մնում էր այդ երկրում հանրապետություն կամ հիմնական Ռուսաստան։ Երկրորդ հոսքը եղավ 1988-91 թվականներին Ադրբեջան, միլիոնից ավել հայություն, որը մի մասը մեծ մասը եկավ Հայաստան, հետո իրավիճակը այստեղ բակալին ծանր է, շրջափակված երկիր, պատերազմի մեջ 5 րոպե պակաս մտնող երկիր, երկրաշարժ տեսած երկիր, այսինքն սոցիալական բակալին ծանր վիճակ էր, իսկ Ադրբեջանից եկած հայությունը, որոնց 99%-ը, եթե ոչ 100%-ը դա Ղարաբաղից դուրս եկածներն են, որոնք գնացել են, հա։ Հիմա իրենք ինչ տանեն, այստեղ մի մասը չկարողանալով այս իրավիճակին հարմարվել, չկա աշխատանք, չկա տուն։ Իր եղբայր Թուրքիան շրջափակել էր, այնտեղից Ադրբեջանը պատերազմներ, բա ինչի մեջ։ Ուրեմն Ռուսաստանի հայության երկրորդ հոսքը որ եղավ, ձևավորվեց այդ համայնքը։ Երրորդ հոսքը արդեն այս Արցախից դուրս եկածները, հա։ Այսինքն եթե ուշադրություն դարձնեք, փաստացի Ռուսաստանի Դաշնության հայության համայնքի կորիզը, կշիռը, ճանաչումը պետության կողմից, բավականին լուրջ պաշտոններ զբաղեցնելը, ֆինանսական նյութական ռեսուրսներ ունենալը, եկեղեցու մեջքին կանգնելը, եկեղեցու կողքին կանգնելը, սա Արցախից դուրս եկածներն են։ Հիմա ուշադրություն դարձրեք եւ այդ բոլորի մեջ ամենամեծ հեղինակությունը իր աշխատանքով, իր խորագիտությամբ,
մարդկանց խնդիրները լուծելով հաշտեցնելով ես տեսել եմ ինչքան եկեղեցիներ կառուցել համայնքները ուրեմն երբ որ միջև սրբազան դառնալ առաջնորդ դառնալը եղել է 8 եկեղեցի Ռուսաստանի Դաշնությունում այսօր կա 80 եկեղեցի հիմա սա ինչի համար եմ ասում հետեաբար կարելի ասել որ հայության իրական մերանը գետնի վրա Եզրած սրբազանը։ Այո։ Եվ պատական չի թիրախավորված հարցակվել է սրբազանի վրա եւ փորձում է վարկաբեկել ինչ որ բաներ ասել։ Թիրախավորված է Եզրած սրբազանը։ Այսինքն Ռուսաստանի հայության իրական այսպես երևացող երևելի բազմաթիվ անձանցից մեջ մեր եկեղեցու թեմի Ռուսաստանի նոր նախիջևանի կարևոր բան ասեցիք, այսինքն այդպես նախ հզոր համայնք ունենք Եվ ոչ միայն է այնպես որ շատ հայտնի գործարար է, շատ հայտնի պաշտոնյաներ, ես իզուր չասեցի, այստեղ լուրջ ակադեմիկներ, բժիշկներ, դեմքեր, այսինքն եւ ճիշտ նկատեցիք, որ իրենք բոլորը, այսպես թե այնպես, բոլորը Հեչ նշանակություն չունի, ինչ հնարավորություն ունեն, ինչ հեղինակություն ունեն, բոլորը համախմբված են Սրբազանի շուրջ, եկեղեցու շուրջ եւ Սրբազանի հեղինակություն Այսինքն, երբ որ թիրախավորումը ավելի գետնի վրա նայենք, ինչու է թիրախավորվում։ Այդ որակումները, ածականները, վիրավորական բառերը, որ տրվում է, դա մի կողմի գործակալ է։ Դնում ենք այն կողմի վրա։ Մենք ավելի առարկական եւ վտանգը որսի համարժեք համաչափ գնահատենք։ Ինչու եկեղեցին, ինչու վեհապար հայրապետը, ինչու Ռուսաստանի եւ Նոր Նախճեվանի թեմի առաջնորդ Եզրած Սրբազանը, ինչու կոնկրետ երկուսը, ինչու այդ թվում նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը ուշադրություն եւ ինչու վեհապարի եղբայրի եղբոր որդին դուք հասկանում եք որ թիրախավորվել է այն ընտանիքը որի զավակները ասո այս շնորներով լեցուն եւ նվիրվածությամբ ծառայում են մեր ժողովրդին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնությունում եւ Ռուսաստանի Դաշնությունից դուրս այսինքն պատական չէ այսօր ազգային եկեղեցու այդ ծանր եւ պատասխանատու բեռը այսօր իրանց վրա Բաստոն կարելի ասել այդ ընտանիքի զավակներն են, հա, Աստծո նախախնամությամբ իրանք են վերցրել։ Եվ շատ բնական է, որ մեր ոչ բարեկամ երկրների համար ես որ հիմնավորեցի ինչու Թուրքիամտի թիրախավորի, ինքը որտեղ ցեղասպանության հետևանքների վերացման եւ հատուցման խնդիր ունի։ Երկրորդ ինչու Ադրբեջանը պիտի թիրախավորի։ Ինքը պարոն Ապետյան, իրենք հենց Գուցե բանը հերատեսա, դեսա նրանց զավակն է, չէ, հերատեսը շատ լավ հասկանում է, որ այդպես հզոր ուժեղ համայնք է, այդ համայնքը համախմբված է եկեղեցու շուրջ, նաև Սրբազանի շուրջ, եւ չի բացառում, չէ, որ վաղը օրակարգ է գալու հենց այդ հարցը, որ 1 միլիոն հայության փոխհատուցում պիտի տա Ալիևը եւ Ադրբեջանը։ Եվ հենց այդտեղ ձևավորվի այդ միջազգային բաներում ինքը կես քայլ առաջ է անում, սկսել է թիրախավորել Սրբազանին, թիրախավորել համայնքը Առաջնորդարան, այսինքն մարդը շատ լավ գիտի ինչ է անում, էլի այսպես թե այնպես որ նայում եք հակահայկական ադրբեջանամետ քաղաքականություն է վարում, հարձակվելով Սրբազանի վրա եւ հարձակվելով Ռուսաստանի հայության ճնշող մեծամասնությունը եւ շատ երևելիներ, ես նոր ասի Արցախ աշխարհից լինի Դաշտային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ եւ Նախճեվան դուրս եկած ժողովուրդն է։ Այդ ժողովուրդը կազմակերպված է, ոտքի կանգնած է, ներկայացված է իշխանությունների, տարբեր պաշտոններ, հեղինակություններ եւ այլն, եւ իրականում, այո, երբ որ պահը գա, ինչպես Ռուսաստանի տարածքից դուրս ապրող այլ համայնքներում հայությունը իրավա հաջորդն է եւ պահանջատերն է Թուրքիայից հատուցման, այլ Ռուսաստանի Ադրբեջանից, այո Ինքը իրավա հաջորդ է Ադրբեջանի այդ առումով դուք պատկերացրեք ինչու այսինքն մնացած հարթություններում այդ բամբասանքի վիրավորանքի այդ հարցումները դնում ենք սա խիստ պրագմատիկ այսինքն էլի դիպչում է Ադրբեջանի շահերին Ալիևի շահերին Ադրբեջանը դրա համար այս մարդը այսպես թիրախավորել եւ հարձակվել է եթե դու խաղաղություն ես բերում սիրելի հայրենակիցներ մի հատ պարզ բան ասում է խաղաղություն պետք է բերեմ ադրբեջանցիներին բերեմ այստեղ ճիշտ է Համաձայնել է դրա հետ խոսում են դրա մասին։ Բա որ այդքան մեծ խաղաղություն ենք վայելելու, պարոն Ապետյան։ Ինչի՞ միա չեք խոսում, որ այդ 1 միլիոնը պիտի գնա, 800,000-ը պիտի գնա Ադրբեջանի տարածքներ։ Այո, ինչու՞։ Ինչու՞ չէ, հարց եմ տալիս։ Եթե դուք ասում եք, որ 100 քանի, չէ, բայց ինքը ասում է մենք դեպի եղբայրության ենք գնում։ Հիմա տեսնում եք ոնց է ձեզ խափում, սիրելի հայրենակիցներ, որ ինքը ասում է խաղաղության են գնում, եղբայրության են, բայց եթե դու գնում ես խաղաղության, դու ինքը չի ասում, չէ, որ ես պարտվել եմ, գլխից տալիս են
ստորացնում են, նվաստացնում են, որ մեզ պարտվածի, նվաստի, ծախվածի, ծախու գործակալի տեսանկյունից է, չէ՞, տեսանկյունից չեմ խոսում, ինքը ասում է ես հավասար, գնում եմ խաղաղության, դե որ գնում ես խաղաղության, այդ պատերազմը 5-րդ չես բերում մեր գլխին, բայց դու բերում ես մեր գլխին, ինչի չես խոսում դրա մասի, որ պետք է 800,000 հայությունը գնա, ինչ ես թիրախավորել Սրբազանին, շատ գեղեցիկ պարոն Նահապետյանը հերթով բերեց բացատրեց, թե դու ինչու ես թիրախավորել, այո, եւ որտեվ շատ ազդեցիկ հայեր կան, շատ մեծ հնարավորություններ ունեցող հայեր կան եւ ի վերջո ամենամեծ համայնքն է եւ նման կշիռ կա Ֆրանսիայում եւ պատական չի, որ ասենք Ֆրանսիայի հայությունը եւ այո, ես այսինքն եկեք տարանջատենք եւ երկուսն է խնդրեմը Ադրբեջանի Թուրքիայի համար եւ երկու ուրեմն Ռուսաստան եւ Ռուսաստանից դուրս մնացած երկրներում հայության միավորող կազմակերպող ինքնությունը հավատը պահող պահանջատիրության դիրքերից հանդես եկող կառույցը եկեղեցին է եւ իրենց առաջնորդները Եվ եկեք մի բան շեշտենք, որ փաստորեն մեր սփյուռքը խնդիր է Թուրքիայի համար, եվրոպական, մերձավոր արևելքի, Միացյալ Նահանգների, Թուրքիայի համար, որտեղ այո, իրանք հետևանք են ցեղասպանության, ճիշտ է։ Հիմա մեկ Թուրքիայի համար է խնդրեմ, մեկ Նիկոլի համար։ Հիմա նույնը։ Մեր Ռուսաստանի Դաշնության մեր սփյուռքը խնդրեմա Ալիևի համար եւ մեկ էլ խնդրեմա Նիկոլի համար։ Հիմա եկեք հասկանանք, այս մարդը ում շահերն է տանում այս երկրում։ Այսպես է թիրախավոր է, թղթիկը, հիշում եք, թղթիկը տորեր գտե տպել, ասում է, եսի ինչ ա եղել Սրբազանը, չունեք այդ թղթիկը տորներից տանը, նա ասենց, իմիջիալից ամբողջական թուղթել չէր, տուն ասել էր, անա, մի հատ դեղնած թուղթ էր, իրաց տունը կա, գիտեք, չէ, ոնց էր արել, պարոնավ, սենց կտրել է, սենց ծուռ է, չէ, ալպի կտրված, սենց կտրել էր ու մրեն գրել էր, բանը, ցերու, Թուրքիայի ագենտներ, ոնց են ասում, բաներին, հա? Չէ, չեմ ասում, մյուս տեղերին է։ Թուրքիայինը միտ, Մոսադ, Թուրքիայինը միտ, Բրիտանիայինը մի վեց։ Հա, բայց այս կողմից իբրև թե Սրբազանի հետ կապված բաներ գրել, դուք չնկատեցիք, պարոն Նահապետյան, հենց որ թեքում ես ընդեղ ցերու մեր մեծ լրիվ ուրիշ բաներ, ու իր անուններ, հա։ Այդ թուղթը տենց հնարավոր տենց բաներ ունի, իրանք մեկ էլ տակն են մնում, փաստորեն պարզեց որ էսա գրել, բայց ոնց շրջեցին, տեսան չէ։ Լավ, հիմա եթե իսկապես մենք հասկանանք, սա պատական չի, որ եկեղեցու հոգևորականներ հասցեն անվանարկում, վիրավորական խոսքեր, սխալ գնահատականներ, որ եկեղեցին սա է, շատ ավելի պրագմատիկ եւ խիստ առարկայական է։ Ընդ որում ասեմ ձեզ, այս վերջին պահին ինքը տեսա, որ եկեղեցին այդպես է Մինչև 18 թվականին հանդիպում էր, հրավիրվում էր, մասնակցում էր, չէ՞, եկեղեցու հետ, վեհապար հայրապետ հետ նորմալ հարաբերություններ։ Եվ առավել քան պրագմատիկ ամեն ինչ։ Մեր եկեղեցին չպետք է լինի հայության պահանջատեր կարևորագույն ազգային ինստիտուտը, որտեղ դա լրջագույն հարված է առաջին հերթին Թուրքիային, տնտեսական, ֆինանսական առումով, հələ բարոյական են կողմ դնում։ Նույն ձևով հարված է Ադրբեջանը, ֆինանսական, տնտեսական եւ ինքնորոշման տարածքի հետ կապված խնդիր կա։ Շատ տարօրինակ իմիջիալոց ընդդիմությունը այսօր ինչի դրա մասին չի խոսում։ Ամեն օր պիտի դրա մասին խոսի, որ 1 միլիոն հայության ճակատագիրը Ադրբեջանից, Արցախի հանրապետությունից եւ Դաշտային Արցախ Նախիջևանից այդ ուր են գնալու այդ 1 միլիոն, լավ, այդ Նախիջևանի մասին էլ չխոսենք, այդ հայությունը երբ է վերադառնալու եւ ինչ փոխհատուցում է ստանալու։ Այդտեղ ինչ որ միլիարդներ չէ, 100 միլիարդի մենակ Արցախում ենք հարստություն կորցրել։ Դուք պատկերացնում եք, Բաքվում ինչ են կորցրել։ Արփ ինչ եք դուք կորցրել, Բաքվում, Կիրովաբադում, Սումգա, չէ իսկապես այդպես է։ Ահռելի հարստություն ա թողել մեր ժողովուրդը։ Ահռելի հարստություն։ Ես էլ չեմ ասում նրա մասի, որ Բաքունով ա կառուցել ընդհանրապես։ Հիմա, այսինքն այդ հայությունը Ռուսաստանի, որը հիմնականում Արցախ աշխարհության դուրս եկե, եւ Ռուսաստանից դուրս հայությունը, որը հիմնականում ցեղասպանության հետևանքով մազապուրց անձանց ժառանգներն են, իրենք պահանջատեր են։ Հələ բարոյական հարցում մի կողմ ենք դնում։ Ֆինանսական լրջագույն պահանջատեր կարող է կանգնել։ Եվ այդ առումով կազմակերպողը, միավորողը, հա, մարդկանց բացատրողը, իրար կողմ կանգնացնողը, ազգային շահերը հետապնդողը եւ այլն, եկեղեցին անուրանալի դերակատարում ունի։ Եվ շատ բնական է, որ եկեղեցին ինքը նաեւ մարմնավորվում է իր հոգեվոր առաջնորդներով։ Ռուսաստան նոր Նախիջևան հոգեվոր առաջնորդ Եզա Սրբազան,
Համայն հայության հոգևոր առաջնորդ մեր եկեղեցու վեհապարայապետ Գարեգին II-ը։ Բայց շատ բնական է որ պիտի թիրախավորվի։ Եվ ուշադրություն դարձեք, ընտանիքն է նաև թիրախավորվում, այսինքն սա ճնշման գործիք է։ Քրոջ որդու, եղբոր որդու, այսինքն ընտանիքը թիրախի ներքա, որտեղ իրենք հասկանում են։ Մյուս եղբորն էր, պարոն Նահապետյան, եւ մյուս եղբորը, եւ նրա զավակին, քրոջը, քրոջ զավակին, իր հարազատ եղբորը, բոլորին։ Մենք հասկանանք, ասեմ ձեզ, այնպես չի որ Չեկեցե համայնքը բոլորը շատ լավ է որ բոլորը ես դա նկատեցի որ բոլորը համախմբված են սրբազանի շուրջ շատ կարևոր է դա եւ այս վայրի վերումները օտարների թշնամու կգան եւ կանցնեն դուք այդպես կայուն անսասան մնացեք որովհետեւ գալու է իսկապես փոխհատուցման պահը ներսի թշնամին կլինի թե դրսի թշնամին կլինի իրենք ստիպված են լինելու փոխհատուցեն եւ մյուս կողմից էլ երբ որ տեսնում ենք թե մենք խոսեցինք որ Ռուսաստանի Դաշնությունում միջև Սրբազանի առաջնորդ լինել եղել է 8 եկեղեցի հետո դարձել է 80 եկեղեցի եւ Գարեգին կաթողիկոսի ժամանակ 330 եկեղեցի միայն վերականգնվել եւ նոր եկեղեցիներ են կառուցվել դուք տեսեք ինչի մասին է խոսքը ինչ թվերի մասին է խոսքը Այս մարդը նաև պարոն Նահապետյան խնդիր ունի հաղթող մարդկանց նկատմամբ, արարող մարդկանց նկատմամբ, առաջնորդների նկատմամբ, չէ՞ որ այս մարդիկ շենացնող են, չէ՞, բացի այն որ հոգևոր, արարող, ստեղծող։ Հիմա դուք պատկերացնում եք, եթե ինքը գնա, տեսնի թե ասենք Սուրբ Պայծառակերպության եկեղեցին իր բոլոր համալիրներով կողքետ ահռելի մեծ շինություններով Այդ ամենը բավարար չի, որ թշնամի տեսնի արդեն ընկնավորվի։ Այդտեղ գիտեք ինչ զգացողություն է մարդու մոտ առաջանում։ Նախանց, շատ պարզ բան։ Նա կարողանում է ստեղծել, ես չեմ կարող։ Իսկ ինչ է խանգարում, որ այս սատանան ինքն է ստեղծի, ոչ թե ավիրի։ Ինչ է խանգարում, ասենք, բացի ավիրելուց բացի, մեկ էլ ասֆալտից էլ ցեխաջրով եկավ ու լցվեց հայ ժողովրդի գլխին, իր գլխին էլ հետը։ Տեսեք ինչ է կատարում, ամեն անձրևից հետո ինչ է կատարում եւ այս այ մահաբեր, երբ ես կանգնելու։ Երբ ես վերջ, երբ պիտի հեռանաս կանգնես հայ ժողովրդի մայրը կանգնեն, երբ։ Իմիջիայլոց թվեր էին նաեւ ներկայացրել Ռուբեններ Մելիքյան թվեր ներկայացրել, թե ինչքան մահ է եղել, բացի նրանից, որ պատերազմի ժամանակ ինչ թվերի մասին էր խոսքը, ես ուզում եմ նաև այդ թիվը ներկայացնեմ, որ Նիկոլը երկրաշարժից մահաբեր է, գրել է Գյումրու ավականու իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ Վերջին 50 տարվա ընթացքում Հայաստանում մահացածության ամենաբարձր 3 ցուցանիշները գրանցվել են հետևյալ տարիներին. 1988 թիվ երկրաշարժ 51000 2020 թիվ այս արդեն Նիկոլի ժամանակ 36170 2021 թիվ 34460 20 թիվ Արցախի հետ կապված պատկերացնում եք թվում է թե երկրաշարժն է ամենը այսինքն երկրաշարժից էլ սարսափելի է այս մարդը իր բերած այս հրեշավոր բաներով ինչ որ բերել է մեր գլխին հիմա տեսեք ինչ է անում Եվրոպան Պարզ է որ իդեպ մի ինֆորմացիա կարող են փոխանցել, ինձ փոխանցի դա կարող վստահ եմ որ սա ճշմարիտ է, ճշմարտություն կա այդտեղ, որտեվ պատահական մարդիկ չէին ասում դրա մասին, ուրեմն պարզվում է 10 օր առաջ ժողովրդական բանում ասում են դրանց գողականներ կամ քրեացին տարեր, քրեական ինչ են ասում դրանց, այ տարերացներին, փաստորեն Ես միշտ եմ սրանց բոլորին աղբ համարել, որովհետև ինչ մարդ եթե հանցագործ է, հիմա դու ինչ որ մարդիկան ճոռում խոսում են գողականները, քրեական, մեծ հաշվով սրանք աղբակույտեր են, որովհետև հանցագործներ են։ Ոնց ուզում եք մեկնաբանեք սա, հանցագործներ են, մարդասպաններ են, ինչ որ հանցագործած մարդիկ են, իրանց իբրև թե օրենքներով, բայց հենց որ հարցը հասնում է իրենց շատ լավ այդ օրենքներից շատ սահուն կերպով իրանց կաշին փրկելու համար դուրս են գալիս։
Ուրեմն այս բոլորին հավաքել են մեկտեղ եւ ոչ ավել ոչ պակաս Եգիպտոսում, ինչու, որովհետեւ շատ հեշտ է ինչ որ այնտեղ գնալ եւ այսպես այդ հավաքելով դրանց տրվել է այս իշխանությունների կողմից կոնկրետ հանձնարարականներ, թե ինչ պիտի անեն ընտրություններից առաջ։ Գուցե պատահական չէ, որ օրինակ Արմավիրի մարզում ասում են նրանք շատ են այդպիսի տարերը, հանցագործ տարերը, որ ասում են այնտեղ քիչ թե շատ ձայն ունի, երևի այս մարդկանց ազդեցությամբ է, սա իդեպի կարգով ասեմ, որ եթե այդպես է, ուրեմն դուք աղբ եղել եք եւ աղբել մնալու եք նույն հաջողությամբ դուք ոնց որ ծառայում եք այս դավաճաններին, այս սրիկաներին, ես վստահ եմ, որ դուք նույն հաջողությամբ թուրքերեն կտիրապետեք թե չէ, վաղավոր թշնամին գա եւ որոշի, որ ձեր վիզը պիտի կտրի, ասենք, մի ամիս հետո, այդ մեկ ամսվա ընթացքում դուք հաստատ կշարունակեք ծառայել նաեւ թշնամուն, որտեւ դուք ձեր գործողությունները, ձեր քայլերը դա են ցույց տալիս, իդեպ նաեւ եթե խոսեցինք դրա մասին, այն որ ասում է Ռոզա ասեցի, անբարոյական Ռոզա ասեցի, մորդ հիշեցի, հիմա սրանց մասին խոսեցի, Արթուր Աբրամյանին հիշեցի, երեք ինչ որ բաների մեջ էր, հա, ասենց փաստորեն միայն թաթան չէր, որ իր ծնողները երջանկությունից ճախրում էին, ասում էր իմ հորս ու մորս այսքան երջանիկ չէի տեսել, ես թուրքական իշխանության գալուց հետո, հիշում եք 18 թվականից հետո, պարզեց, որ այս ամարթու Արթուր Աբրահամ է, թե Աբրամյան, ինչ են ասում դրան, Արթուր Աբրահամ, հա, այս թյուրիմացության ծնողներն էլ էին ինչ-որ շատ ուրախ, որ իրենց տանը պիտի այս դավաճանին ընդունեն ու չգիտես ինչի բոլոր համագյուղացիների անունից հայտարարում է, որ բոլորը ձեզ են ուզում, այնտեղ մենք նաև գործընկերներ ունենք, որ բացարձակ հակառակն են պնդում, ասելով, որ այնտեղ բոլորը այս թուրքական իշխանություններին եւ Նիկոլին մերժում են։ Ինչ ունեք ասելու այս սպորտսմենի մասին։ Ամեն մեկ ինքն ընտրություն կատարում, ինքը կեցվածքա դրսևորում եւ հետո ինքն էլ պատասխան է տալու իր խղճի, իր ընկերների եւ Աստծո առաջ յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր արարքի համար։ Հիմա եթե մարդը այդպես է կարծում, դա իր խնդիրն է, իսկ եթե մարդը կեղծում է, դա կարծում եմ առաջին հերթին իր խնդիրն է, բայց սա մեզ համար նաեւ որոշակի առումով ցուցիչ է։ Եթե գիտեք ինչ, այստեղ մի տարբերություն կա էական, եթե 2018 թվականին մեր երկրի քաղաքացիների մի մասը, այդ թունայ Սփյուռքում, հա, այդպես Հայաստանից դուրս եկած եւ այլն, նախորդ իշխանությունների ժամանակ ինչ որ խնդիրներ, միգուցե արդարացիացնել իրենց, միգուցե ոչ այդքան, որոշակի վերաբերմունք ունեին եւ ցանկացած իշխանապողություն ողջունելի էր, կապ չուներ ով էր գալու։ Սա ինչ որտեղ հասկանալի էր, բայց այս կորուստներից, ավերից, հա, զրկանքներից, մեր գլխին է Դամոկյան սուրը կախված Թուրքիայի, Ադրբեջանի կողմից, նրանց պահանջատիրությունից, մեր զավակների հետ կապված բազմաթիվ խնդիրներից ապագայի հետ կապված նկատի ունեմ, էլի, այսինքն ինչ ապագա է լինել թուրքական աշխարհում, իսկ որ ակնհայտ է հիմա Ադրբեջան-Թուրքիան փորձում են Հայաստանը ամբողջովին ինտեգրել թուրքական աշխարհին, բոլոր առումներով, դրանից բխող բոլոր հետևանքներով, ոչ արդյունքներով։ Հիմա եթե այդքանից հետո մարդ կա, որը գնահատում է, ես նորից եմ ասում, 18 թվականի գնահատող մարդը կարող է խաբվել։ Ուներ ներքին որոշակի հակասություններ նախորդ իշխանություններից եւ այլն, բայց այսքան կորուստներից հետո, երբ մարդը, ասենք, ասում է 70-80% ժողովուրդը ձեզ է ընդունում, հետաքրքիր է, այդտենց չափիչ սարք կա, եթե կա, իմանանք էլի, գնանք գնենք, այդ չափիչ սարքով սենց անցնենք շենքերի մոտով, ինքը տոկոսները ցույց տա, ովքան է, որ տոկոսն է իշխանության ուզում, որ դուք ոնց եք գնահատում 70-80%, այդ ոնց իմացաք։ Այսքան հարցումներ են անում, այս 20-25%-ից վերև չի գնում։ Բայց պարզում է, այդ հայտնի բռնցքամարտիկ, այսինքն այդ մարդը, այո, մեր երկիրը ներկայացրել է, Գերմանիայում ա եղել երկար ժամանակ, Հայաստանը ներկայացրել, ապրի այդ ժամանակ բոլորս էլ ողջունել ենք իր կեցվածքը, որպես հայ բռնցքամարտիկ, հայ սպորտսմեն, դպրոց ա բացել, ամեն ինչ լավ է։ Բայց քո այդ ամեն դրական անելուց հետո ասա բաներ, որը իրականության հետ այդքան սարու ձորի տարբերություն չտա։ Նույնիսկ նորից եմ ասում, պատվերով գնահատական տվող այստեղ, հա, իշխանություններին քանի տոկոս քաղաքին այդ 25-ից ոնց որ չի ասում, հա, 25, 26, 27, ձգում են 30։ Ասում եմ չէ։ Արթուր Աբրամը ունի 70-80%։ 21 թվականին այս մարդը, այս Արթուր ինչը Աբրամը, չգիտեմ ինչ է։
Այս մարդը աջակցում էր ընդդիմությանը։ Հիմա ուզում եմ հասկանալ։ Ինչ է ունեցել Արտուր Աբրահամ, ասենք դու երջանկացար, որ Արցախը հիմնարար վերջնական հանձնեցին թշնամուն, հա? Դու երջանիկ ես, ուրախ ես, ողջունում ես այդ մարդուն, որ Հայաստանի Հանրապետության տարածքները տվեց, երրորդ պատերազմը բերեց։ Դու ուրախ ես, ողջունում ես նրա համար, որ Հայաստանի բարձունքներն է տվել։ Դու ուրախ ես նրա համար, որ վերջնական Արցախը հայաթափել են եւ 150,000 հայ տնավեր են եղել ցեղասպանությունից մազապուրծ։ Դու երջանիկ ուրախ ես, ուրիշների անունից էլ խոսում ես 80-90%-ի մասին խոսում ես, որ այս մարդը եկեղեցին դու էլ իբր թե եկեղեցի, ձեզ մոտ եկեղեցի են կառուցել, այնտեղ օգնել ես, թե աջակցել ես, թե ինչ ես արել, որ հիմնարար դրել է եկեղեցին է քանդում, որ հարձակվել է հայ առաքելական եկեղեցու վրա։ Դու ուրախ ես, Արտուր Աբրահամյան ես, չգիտեմ ինչ ես։ Բառերն ասեմ, կասեն ասում են, որ 3 սրբազաններին կալանավորել է, այսքան քաղբանտարկյալներ ունենք, ընտրված մարդկանց կալանավորել է, որ են երիտասարդներին տարավ փակեց, են երիտասարդին տարավ ստորացրեց։ Դու դրա համար ես երջանիկ ուրախ դիմավորում իրան։ Դու երջանիկ ուրախ ես, որ պատերազմից հետո 13,000 հաշմանդամ երիտասարդներ կան ավերված ճակատագրերով, թե դու երջանիկ ուրախ ես, որ 10,000 զոհ ունենք, սա նշանակում է մի 50,000 մարդ այսօր ողբերգություն ապրում։ Ինչի վրա ես դու տենց ուրախ։ Ինչն ես դու այդպես ողջունում։ Չեն ես թվում մոտեցից հանգիստ պիտի այդ անցնենք իրա կողքով, ասենք ինչ որ ընտրություն կատարել ես մարդը, չէ, պարզ չի, որ դու ողորմելի ես, թշվառական ես, թշվառ ես, գիտես ինչի, որտեղ ինչ որ մի կրճոն են քեզ խոստացել, ընդամենը, ուրիշ արդարացում, ուրիշ բան դու չես կարող ասել, դու ողորմելի արարած ես քո հաղթանակներով անդերձ, որովհետև դու հիմա քայլեցիր այդ 10,000-ի վրայով, 13,000 հաշմանդամների, այդ 40,000 ծնողների, որ այդ ցավը, այդ սարսափը իրանց ներսում շարունակում են պահել ու պահելու են այնքան մինչև գնան գերեզման։ Դու այդ ինչի վրայով ես անցնում։ Այդ մեր կորցրած հայրենիքի, կորցրած Սյունիքի տարածքների, Ջերմուկի բարձունքների, այդ մասնատված կանանց, տեսել ես դու այդ նկարները։ Այդ ամեն ինչի հետևանք ա եղել։ Ու դու այսօր աննամոթաբար կանգնում ասում ես, ինչքան ուրախ եմ, մի հատ այդ տուն ա հրավիրում։ Ու այս մարդն էլ երևի ինչ-որ երիտասարդների վրա էլ ազդեցություն ունի, չէ՞, ամենայն հավանականությամբ։ Դե իբրև թե հաղթող ա եղել, իբրև թե չէ, ընդհանրեն ինչ-որ մի հատ դպրոց են խոստացել, այդպես են ասում։ Պարզ է, չէ, ինչ-որ մի ողորմելի բանի համար է, չէ՞, այս ամեն ինչը։ Սա է ասրակեցվածքը։ Տխուր է։ Եվ մենք շատ թեմաներ ունենք, բայց քանի որ ուրբաթ օրը հանդիպել ենք, սա էլ ասեմ, ուրեմն ԵՄ արտգործնախարարներն այսօր հաստատեցին Հայաստանի Հանրապետություն նոր քաղաքացիական առաքելության մեկնարկավորը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների, ընտրական գործընթացների, օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբերհարձակումների եւ անօրինական քաղաքական ֆինանսավորումների դեմ, հայտնում է Ազատությունը։ Ինչ եք ասում։ Ուրեմն հիբրիդային պատերազմ մղով Եվրոպան, որ արդեն 30 տարուց ավելի է հավաքական արևմուտքը հիբրիդային պատերազմ է մղում հայ ժողովրդի դեմ, հիմա վերջին տարիներին եւ հիմա հատկապես հիբրիդային պատերազմ է մղում ֆինանսավորելով Նիկոլ Փաշինյանին են անձին, որ տվել է մեր հայրենիքը տալիս է, բոլոր առումներով եւ լրատվամիջոցներին եւ Նիկոլի թիմին անում է, հիբրիդային պատերազմ է մղում գալ եւ հայտարարել, որ պաշտպանում են Նիկոլին եւ այս թիմին, իմիջիայլոց դա արել է Թուրքիան, դա արել է Ադրբեջանը, արել է եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ եւ դա արել է Միացյալ Նահանգների փոխնախագահը եկավ այստեղ եւ հայտարարեց։ Ակնհայտ է, որ այս ամենը Ռուսաստանի Դաշնության դեմ է։ Փաստորեն իրենց ամեն ինչ կարելի է, այս բոլորին։ Թուրքիային կարելի է, դա հիբրիդային չի։ Ադրբեջանին կարելի է, դա Եվրոպային կարելի ու կարելի է։ Իրանք այդպես է։ Հիմա որ ասենք 13 դատական գործ կային վրա, այդ Եվրոպային չի ուզում։ Այն ժամանակ որ մի հատ քամի էր իմ կողքով ասում, դեսպան առավոտը զանգում են, գիտեք, չէ՞։ Միացյալ Նահանգներ, Եվրոպայի, ով ո՞ց բան ասում։ Այն ժամանակ պետք էր։ Հիմա չէ, այդպիսի բան չկա։ Հիմա եթե դու ասում ես դու եկել ես հիբրիդային պատերազմ ես մղում, մեզ տանում ես Թուրքի բերան, Թուրքիայի երախ ես մեզ գցում Եվրոպա։ Ու լավա որ են խեղկատակը այնտեղից հայտարարում է, ասում է մենք ձեզ համար ոչինչ չենք անելու Մակրոնը։ Միակ նորմալ մարդն է, չէ՞ ոնց որ թե ասեց, որ դուք ձեր գլխին բան պայթի, մենք բան չենք անելու։ Ես խնդրում եմ սրա մասին խոսել եւ ասեմ, որ ընդդիմությունն էլ
բացառություն, ես իսկապես դա ասում եմ, որ sense շատ ռադիկալ հստակ սրա մասին խոսում են, ոչ թե նրա համար, որ այս պահին եկավ պարոն Բագրատյանը, ես եթերում բազմից եմ ասել, ես կարող եմ 4-5 անուն նշել, որ չեն զլանում եւ դրա մասին խոսում են, որ այսօր իրենք հիբրիդային պատերազմ են մղում մեր դեմ, բայց որ մենք պաշտպանված ենք եւ բազաներով, անվտանգային մի շարք հարցերով Ռուսաստանի Դաշնության կողմից ակնհայտ այս Ռուսաստանի Դաշնության դեմ է այս ամեն ինչը եւ թիրախավորած, եթե մեկն էլ մի բան ասում է, ընդդիմադիր Նիկոլին բանն ասում է, կակեբե։ Բան են գտել էլի ասելու։ Խնդրեմ սրա մասին։ Ես այդ հիբրիդային պատերազմի մասին ես կապես ուզում եմ անընդհատ կրկնելու եմ ես։ Հիբրիդ բառը խառնուրդ է նշանակում։ Հետաբար խառնուրդ ինչի։ Տակ պատերազմ է, այսինքն ռազմական գործողություններ եւ սառը պատերազմ, տեղեկատվական եւ տնտեսական։ Ես հիմա ձևակերպում ասեմ։ Հիբրիդային պատերազմը հակամարտության համալիր տեսակ է, որը համատեղում է բացահայտ ռազմական գործողությունները ոչ ռազմական մեթոդների հետ, կիբերհարձակումներ, ապա տեղեկատվություն, տնտեսական ճնշում եւ ոչ կանոնավոր ռազմական ուժերի կիրառում։ Հիմա հարց. Ռուսաստան մեր դեմ ռազմական ուժ է կիրառել 1991 թվականից սկսած անկախության հռչակումից, չկա այդպիսի բան։ Մեր դեմ որ երկիրն են տակ պատերազմ մղել։ Ադրբեջանը եւ Թուրքիան։ Ինձ հարցում են Թուրքիան ինչպես 1993 թվականին Հայաստանի շրջափակումը տնտեսական դա պատերազմի իրականացման էլեմենտ է, այդպես է գնահատվում։ Եվ հիմա մեր դեմ տեղեկատվական, տնտեսական, կիբերհարձակումներ, ապա տեղեկատվություն կիրառում է Ադրբեջանը, Թուրքիան եւ իրենց դաշնակիցները, ահավասիկ է դաշնակիցների թվում նաեւ Եվրամիությունն է կամ ավելի շուտ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ՆԱՏՕ-ն։ Ինչու՞։ Որտեղ նույնիսկ այսօրվա պայմաններում Հայաստանի Հանրապետությունը պայմանագրային առումով հանձնում է Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը։ Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ն մղում է պատերազմ Ուկրաինայի տարածքում։ Ու շատ բնական է, որ Հայաստանին եւս պիտի ներքաշի եւ Հայաստանը եւս թիրախավորվի։ Այսինքն իրականում հիբրիդային պատերազմ մղվում է Հայաստանի դեմ Ադրբեջանով, Թուրքիայով եւ իրենց դաշնակիցներով։ Ոչ ավել, ոչ պակաս։ Որտեղ ով ասում է Ռուսաստան, առաջին հարցն է տալիս։ Ռուսաստանը 1991 թվականից սկսած Հայաստանի դեմ երբևիցե ռազմական գործողություն, բացահայտ կամ թաքուն, ասենք պարտիզանական, ահաբեկչական գործողություն արել է։ Վերջերս մի հաղորդման էի, ես ես որ խոսում էի, ինձ հակադարձեց, ասեց կալցո օպերացիան։ Հա, ասի հրաշալի է, բայց ասի ես հակադարձեմ այլ բան։ 1992-93 թվականներին Թուրքիայի երրորդ դաշտային բանակը, որի մարտական խնդիրն է Հայաստանը եւ Վրաստանը գրավել, 4-րդ եւ 9-րդ բանակային կորպուսները առանցին։ Ուրեմն 9-րդ կորպուսը մեր դեմ է աշխատում։ 3 անգամ փորձ արվեց զինված ձևով անցնել Արաքսը, մտնել Հայաստան։ 1992 թվական մայիս 20, 1993 թվական հուլիս, 1993 թվական հոկտեմբեր։ Հոկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության այն ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ամբողջ զորքերը բերել է լրիվ մարտական պատրաստության, ժողովրդի լեզվով ասած թիվ 1-ի։ Եվ 3 դեպքերում էլ Թուրքիան Հայաստանի վրա չհարձակվեց զինված ուժերով, որտեղ Ռուսաստանը կեցված դրսևորեց, ընդ որում վերջին անգամ միջուկային հարված հասցնելու սպառնալիքով Թուրքիային, Շապշնիկով, Բուրբուլիսը, Շապշնիկով եւ Գրաչով 3 տարբեր 91 թիվ ինձ հակադարձեցին, ես հետո ասի հարգելիս կալցո օպերացիան դա Ռուսաստանը չէ, խորհրդային միությունն էր, այո։ Ինչեւ հիմա ինչի համար եմ ասում, այսինքն 1991 թվականից առ այսօր մեր դեմ Թուրքիան 3 անգամ փորձ արել զինված, ուրեմն Թասու Չիլեր վարչապետի ժամանակ վերջին անգամ, որ մեր դեմ զորք մտնի Հայաստան։ Եվ եթե Ռուսաստանում իշխանափոխությունը հաջողվեր են ժամանակ Խազբուլատովի առաջնորդությամբ կար պայմանավորվածություն Խազբուլատով Թանսու Չիլեր, որ Թուրքիան այստեղ կոնկրետ կարող է միջամտել 93-ին, որտեղ մենք ունենք ռազմական հաջողություններ, Քելբաջարի օպերացիա եւ այլն։ Հիմա այս բոլորին չեմ ասում։ Այսինքն նա ով ասում է հիբրիդային պատերազմ մեր դեմ անունը տալիս է թե չի տալիս ակնարկելով Ռուսաստանը, առնվազն մեղմ ասեմ տգիտությունը, եթե ուրիշ բան չասեմ, մեր դեմ նորից եմ կրկնում, փաստարկված հիմնավոր հիբրիդային պատերազմ մղել է Ադրբեջանը, Թուրքիան եւ իրենց դաշնակիցները, վերջ, առ այսօր էլ մղում են։ Հայաստանը, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի էներգետիկ համակարգի մի էլեմենտ է դառնա, այդ տնտեսական
էքսպանսիա է, տնտեսությունը փորձում է էներգետիկ համակարգով վերցնել, կոմունիկացիաները վերցնել, ատոմակայանը փակել, մեր էներգետիկ ինքնիշխանության 30-40% ատոմականն է տալիս, ճանապարհները վերցնել, ռուսական գազից կտրել, նստացնել թուրքական գազի եւ վինտիլի վրա, փականի վրա ցանկացած բային բացի ու փակի, երկաթուղին վերցնել, որը առաջին հերթին տնտեսական չի, դա ռազմական նշանակություն ունեցող ուրեմն բան է, գործիք է։ Եվ Ռուսաստանի կեցված շատ կոշտեր է տառնով, երկաթուղու Օվերչուկը հաջորդ օրը Պուտին Փաշինյանը հանդիպումից հետո։ Այսինքն իրականում մեր դեմ այսօր պատերազմ են մղում, ոչ տակ գետնի վրա չկա, Ադրբեջանը, Թուրքիան, տնտեսական եւ տեղեկատվական, որը կոչվում է սառը պատերազմ։ Եվ Եվրոպան իրենց դաշնակիցներ, ահավասի։ Որտեվ հիմա իմիջայլոց չի բացառում այսպես ինֆորմացիա կա, որ հնարավոր է ընտրություններից առաջ նախ թեթևի բռնած, այսպես գան էստեղ հայտարարեն, մենք այս իշխանություններին աջակցում ենք եւ մի հատ այսպեսի ժեստ անեն, որ բանը մենք հիմա մի փոքր կազատականացնենք եւ կգնաք դուք Եվրոպա բան։ Իմիջայլոց այստեղ մեր նախկին բանախոսներից մեկը ճիշտ է, ասես մի հատ այդ թող շուտ անեն, այս ժողովուրդը մի հատ շուտ գնա, շուտ իաստաֆի հետ գա։ Չէ՞ որ այս տպավորությունը, որ հեսա դուք հենց գնացիք բանը տուրիստ եվրոպական գնացիր այնտեղ ապրելու, այդ ճանապարհը, հիմա էլ ոնց որ թե խնդրեմ չի, ով ուզում է գնում գալիս է։ Բայց դա հեսա մի հատ այն բանով կներկայացնեն, որ այդ դռները Նիկոլը բացել է ձեր առջև։ Մենք էլ եկել ենք եվրոպացիներ, գնացեք ընտրություններին, այս սա է կոչում հիբրիդային պատերազմ։ Այն մեկ էլ մի հատ 17 միլիոն տվեցին, մի հատ 15 միլիոն տվեցին, ինչի համար է հակառուսական քարոզչություն, մեծ հաշվով ինչ քարոզչություն է, հակահայկական քարոզչություն է, որտեղ քո անվտանգության երաշխավորը որ այստեղից դուրս է գալի իր գազով, նավթով ինչ ես անում, սատկած վիճակում ես հայտնվում, ասես թուրքեր կտակ, բասմա ոչ չեմ տա։ Նենց սիրով կտա, մի հատ դռները կբացեմ քո փչացած լոլիկ ու ինչ կա բեր։ Մի երկու ամիս կտանեն։ Վրաստանին 440 դոլար կտանի գազը։ Ահա։ Վրաստանին Ահա։ Ահա, արդեն թանկա, չէ՞։ Չէ, բայց այդ Վրաստանը իր գազից մասնակից է։ Չէ, բայց մեր Պարոն Բագրատյան, բայց որ իրանք խնդիր չունեն մեզ գազ տալու, իրանք խնդիր չունեն Հայաստան չլինի։ Երկու ամիս հետո ինչ են անելու մեզ հետ։ Հայ ժողովրդին ասեք, որ գազ չունեն։ Հա, ու չունեն էլ։ Ես դե չգիտեմ, պարոն Բագրատյանը բնականաբար փայլոտ իրավիճակում, այո։ Այդ կարևոր թեմա է։ Խնդրեմ, այնպես չի որ ունեն։ Չէ, բայց մի երկու ամիս կխափեն, կասի վրացիներ քեզ չտամ, հայերին տամ։ Հա, այդ կտա հետո կասի վերջացավ։ Արցախի ճակատագիրը հիշում եք, թե մոռացաք արցախցիների։ Հիմա ես Եվրոպայի պահով, Անժելա, ուղղակի պարոն Բագրատյանը եկել է, ես Եվրոպայի պահով մի բան ասեմ, հարգելի մեր երկրի քաղաքացիներ, հիշեք մի պարզ ճշմարտություն։ Արցախը հայաթափվեց Եվրոպայի Եվրախորհրդանի նախագահ Շարլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, սա հիշեք, գաղթական, փախստական, ցեղասպանություն, հայնազրկում, նոյնահապետից մինչև 2023 թվականը այդտեղ հայերը ապրել են։ Նույնը եղավ Ֆրանսիան Կիլիկիայի հետ, երբ պրոտեկտորատի ներքո էր որպես Կիլիկիայի հայությունը 400,000 հայություն 1921 թվականին նվեր տրվեց Թուրքիային պայմանների։ Նայեք ինչ եք անում, էլի Ֆրանսիայի հովանու տակ չի, ինչ օրն են գցել Լիբանանը։ Ինչ է անում Ֆրանսիան։ Եվ այդ առումով Ֆրանսիայի հովանու տակը, չէ։ Եվ այդ առումով չի կարելի, մի արեք, մենք դատապարտում ենք։ Այդ առումով ես ուզում եմ, որ յուրաքանչյուր հայ իմանա։ Եվ Ռուսաստան Դաշնության նախագահը, երբ Փաշինյանը հանդիպան ժամանակ այդ ասեց, դա 22 թիվ Պրահա, հոկտեմբերի 6։ Եթե չստորագրվեր, ինձ ասում են, ինչու է գնահատում։ Ասում եմ նորից շատ պարզ։ Պատերազմ 44 օրյա եղավ, որտեղ Ալիևը կարողացավ տարածաշրջանում շահեր ունեցող պետություններին հիմնավորել համոզել, որ Հայաստանի օրվա իշխանությունները բանակցությունները մցել են փակուղի, Հայաստանի վարչապետ կոչեցյալ հրապարակավ Արցախում հայտարարում է, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, այսինքն դա այլ բանակցությունների իմաստը որն է։ Եվ ես կարծում եմ, այն գործողությունները, որ սկսեց, իր գոնե հանրային դաշտում եւ տարածաշրջանում շահեր ունեցող պետությունների գերտերությունների մոտ ինքը հիմնավորում էր, որ դա միջազգային իրավունքով արդարացված կռիվ է, որտեղ ինքը ազատագրում է 7 շրջանները, իր պետության տարածքի 7 շրջաններ։ Արցախի մասին անգամ խոսք չկար, բայց իր նպատակը Ալիևի Արցախը վերցնելն էր։ Հիմա Արցախը չեղավ եւ խոչընդոտ 44 օրից հետո 4 երրակոմ ստորագրվեց, որը միջոց էր, գործիք էր, որ
հայ-ադրբեջանական թնջուկը եւ Արցախի հարցը լուծվի բանակցություններով։ Ալիևին հնարավորություն չէր տրվել ռազմական գործողություն սկսել։ Ով տվեց։ Փաշինյանը, Շարլ Միշելը, Մակրոնը, ինչպես որ պայն Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, այդտեղ զինված բոլոր խմբավորումները դարձան Ադրբեջանի պետության տարածքում գտնվող անօրինական ահաբեկչական խմբավորումներ, եւ երբ որ Ալիևը սկսեց այդ գործը, եւ այսօր մեր Արցախի ղեկավարությունը, որ դատվում է Բաքվում, չի դիտվում որպես ռազմագերի, որի վրա միջազգային շատ իրավունքներ աշխատում, դիտվում է որպես ահաբեկիչ, որտեղ 23 թվականի սեպտեմբերի 2 օրվա ռազմական բախումը Ադրբեջանը հիմնավորեց որակեց որպես հակահաբեկչական գործողություն։ Եվ այս գործի իրական պատասխանատուն ամսի 4-ին 5-ին գալու է Հայաստան։ Հայ ժողովուրդ, իմացեք։ Մեծ բան կա։ Առանց կասկածի Ֆրանսիան բոլորին բարի կտա Հայաստանը, Թուրքիայի առաջ, որպեսզի Թուրքիայից ստանա ազատ լիցենզիա արտոնյալ միջերկրական ծովում նավթի ու գազի արդյունահանման։ Կիպրոսի տոտալը արդեն կայանում է։ Խնդրեմ, ինչ ասես պարոն Բագրատյանը, քանի որ վատ է լսում, խնդրեմ փոխանցեք։ Ուրեմն Ֆրանսիան ունի իր շահերը, այդ երկրի ղեկավարությունը սպասարկում է իր շահերը։ Եվ այդ շահերի տրամաբանությամբ է գազի, քանի որ Ֆրանսիան 80% իր հոսանքը ստանում է ատոմակայաններից, իսկ հիմա Աֆրիկայից դուրս մղվելուց հետո ինքը ուրանի խնդիր ունի, ինքը ձգտում է նաև իր կորուստները փոխհատուցել գազով, նավթով, միջերկրական ծով, Կիպրոս տարածք, որտեղ Թուրքիայի տարածքն է, նաև ջրերը, վիճելի տարածք է։ Հիմա ինչ է կարծում, Ֆրանսիային կյանքի համար, գոյության համար շատ կարևոր է այդ տարածքներում գազի նավթի արդյունահանման իրավունք տրվի, իրավունք տրվողը Թուրքիան է, իսկ գինը որն է լինելու Հայաստանը։ Վերջ։ Սա է, ահա թե ինչու է Ֆրանսիայի իշխանությունը ամեն ինչ անում, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները վերարտադրվեն։ Քնում, զարթում են, բանակ են վերազինում, խորհրդականներ են գալիս, տարբեր ձևերով եւ այլն։ Ինչպես Կիլիկյան հիշեք, Ֆրանսիան զոհաբերեց 1921-ին։ Լիբանանը տես ինչ են անում։ Լիբանանը 22 թիվ հոկտեմբերի 6 Պրահա, Արցախը հիմա էլ Հայաստանն է դրում զարսեղան։ զարսեղան։ Հայրենակիցներ ձեզ նորից մոլորեցնելու են, շատ շուտով գալու են եւ այդ ամեն ինչը այդ ամեն ինչով փորձելու են կերակրել ձեզ, խաբել ձեզ, որ տեսեք, բան ով ասեց, որ սահման չունի Եվրոպայի հետ։ Ինքը նենց ինքնավստահությամբ կնայի ձեր աչքերի մեջ կասի, ձեզ խաբել են կասի, Եվրոպայի հետ Հայաստանը սահման ունի։ Ուղղակի դուք չգիտեք, այս սահմանը, բա չի, կասկածում եք, որ կանի Նիկոլը։ Գոսիդը Հայաստանը կդառնա Թուրքիա, դե քանի որ պարոն Բագրատյանը տաղանդավոր է, միանգամից գտավ։ Այո, կդարձնի Թուրքիա ու կասի, ես էլ ձեզ այդ ճանապարհը։ Եվ մեր քանի որ ավարտում ենք, ես վերջում անպայման մի բան ասեմ, ուրեմն ես մի 2-3 օր է իմ արտական ընկերոջ, որը նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր պատերազմի ժամանակ, գեներալ գնդապետ Օնիկ Գասպանի պահով Ռուսաստանի քաղաքացի ազգությամբ հայ մեդիա մագնատ Գաբրիելյանովը ինչ որ բաներ ա գրել։ Ես 3 արձագանքել եմ իմ կեցվածքը, բայց ընդհանրապես ուզում եմ մի լրացում անել, որ պարոն Գաբրիելյանովը, երբ նման հայտարարություն էր արել, որ պատերազմի ժամանակ 44 օրյա ժամանակ ինքը հանդիպել է Օնիկ Գասպարյանին Մոսկվայում 2 անգամ 1-1 ժամ խոսակցություն եւ իր տպավորությունների մասն էր խոսել, որը խիստ բացական երանգով էր։ Ես ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ 44 օրյա ժամանակ Օնիկ Գասպարյանը Մոսկվայում չի եղել։ Այսքանը բավարար է, որպեսզի մնացած հետևությունները Գաբրիելյանովի գրած մարդիկ։ Ես չգիտեմ Գաբրիելյանովը ինչ է գրել, դատապարտել է, ինչ չի սուտ է, ինչ է, բայց այն հանգամանքը, որ Օնիկ Գասպարյանը եւ զինվորականները հայտարարություն արեցին եւ ինքը հետամուտ չեղավ եւ այդ թուրքական իշխանությունները շարունակեցին մնալ, Օնիկ Գասպարյանը շատ հարցերի դեռ պիտի պատասխանի։ Շատ հարցերի եւ այս մեղքի մեջ բաժին կա եւ այն ինֆորմացիաները, որ գնաց, այդտեղից չթողեցին, այստեղից չթողեցին, բա դուք ինչի համար եք այնտեղ վեր ընկած։ Ինքը պիտի մի շարք հարցերի պատասխանը
տա, թե ինչու այսպիսի ընթացք ունեցավ, ինչա նշանակում միջև հիմա լռել է եւ մենք չգիտենք ինչ դավաճանություն ա եղել, ինչա տեղի ունեցել, ինչի հետ հայտարարություն արվեց, հետո ինչու հետ կանգնեցին, մենք պետք է իմանանք այդ պատասխանները, ինչի հետ առաջին մի քանի օրը առաջընթաց ա եղել եւ լավ դիմադրել են մերոնք, հետո ինչ տեղի ունեցավ, ինչ հրահանգներ ա ստացել, բունկերում ով ա եղել, այս պատասխանները։ Չէ, բունկերում Օնիկից մի հարցեր է, մի րոպե։ Իշխանություններին հեռացնելուց հետո Օնիկ Գասպարյանը մի շարք հարցերի պիտի պատասխանի։ Մյուս ինքը չել խուսանավում այդ պատասխաններից։ Իդեպ ասեմ ձեզ, երբ այսպես մենք զգացմունքային հարցումով խոսում ենք, հիմա ես գնահատական եմ տալիս 44 օրայում Արցախի զինված ուժերը, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության չեն պարտվել։ Եվ կարող եմ հիմնավորել ընդամենը մեկ պարզ ճշմարտությամբ, եւ այդ ժամանակ գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն էր։ Ինչպես է գնահատվում սուբյեկտիվիզմը, կենացները, զգացմունքները դնում ենք մի կողմ։ Խնդիրը հետեւյալն է. ցանկացած երկիր քաղաքական ղեկավարությունը խնդիր է դնում իր ռազմական ղեկավարության առաջ կատարել սա հարևան պետության հանդեպ։ Ենթադրենք գրավել մայրաքաղաքը կամ վերացնել վերնախավը կատարել իշխանափոխություն։ Եթե ռազմական ղեկավարությունը այդ խնդիրը չի կատարում, ուրեմն այդ պետությունը պարտվել է։ Հիմա հարց 44 օրյա ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը խնդիր դրել էր Ստեփանակերտը վերցնել։ Այո, դրել էր։ Ստեփանակերտը վերցվեց։ Ոչ։ Արցախը հայաթափվեց ամբողջովին։ Ոչ։ Արցախ-Հայաստան սա միջանցք կար, որտեղ Ադրբեջանի որևիցե կառույց չէր մասնակցում։ Մի վարքան, մի րոպե։ Ուրեմն ինքը ուրեմն ասեմ հիմա բաներ կա, որ ինքը որպես ռազմական եւ պետական գաղտնիք տիրապետում, հա։ Ինքը չի կարող այդ գաղտնիքները հրապարակապ բացել։ Եթե դավաճանություն եղել, մի վարքան, ուրեմն ազգային ժողովում միայն իշխանությունները չեն, ազգային ժողովում նաև ընդդիմության ներկայացուցիչներ են, չէ՞, падգամավորներ։ Այդ մարդը ասել է ազգային ժողովում փակ նիստ հրավիրեք, որտեղ մարդիկ ունեն պարտավորություն, ստորագրություն, պետական եւ ռազմական գաղտնիքները չհրապարակել, հրապարակելու ժամանակ շատ լավ։ Պատասխանությամբ ես ենթարկվելու։ Ամիսուկես Նիկոլային հիմա այսա որ կվռնդեն, հույս ունենանք, որ այդ հարցերի պատասխանները կլինեն եւ մի զանգ եմ ուզում անել։ Պարոն Բագրատյան, դուք էլ ուշադիր եղեք այս զանգին։ Զանգը գնաց, այս զանգը մի հատ գնաց երկրորդ նախագահի թիմին, մի հատ էլ զանգ, այս կգնա երրորդ նախագահի թիմին, չգիտեմ, այնտեղ Միքայել Մինասյանին, այստեղ Վիկտոր Սողոմոնյանին։ Ալո, էլ չեմ ասում են ավանակի ականջում քնած ինչ որ ուրիշ ընդդիմադիրներ էլ կան։ Մեր բոլորի կռիվը, պայքարը այսօր մի հոգի է, մի թիմ է։ Համաձայն եք, պարոն Բագրատյան, ձեր էներգիան, ձեր ուժերը ամոթա մի վատնեք իրար վրա, կամ ես կարծում եմ դուք էլ բան եք ասելու, պարոն Նահապետյան։ Ես։ Այս ի՞նչ է կատարվում, ընկերներ։ Ամոթ է, վերջացրեք այս ամեն ինչը։ Մի քանի օր առաջ, Անժելա։ Վերջացրեք ուղղակի, ես չգիտեմ, մեկը պիտի կանգ առնի, թե վերջացնի ես։ Ինչա տեղի ունենում։ Այսինքն այս հանցագործ թշնամի դավաճանին թողած դուք ես ինչի մասին եք խոսում, կհեռացնեք, հետո ամեն մեկը կասի, այն մեկը կասի թե 20 տարի ինչի ա նրա դեմ գրել, նրան փչացել, այն մեկը կասի թե ինչի, սրան չթողեց Պուտինին մոտենա, այդ սա գիտենք։ Ոնց եղավ, ինչ եղավ, բայց դրա ժամանակը չի։ Հեռացրեք, վեր կընկնեք, թե հանգիստ կնստեք, թե բազմոցին հենված կլինեք, բազրիկին հենված կլինեք, ինչ կանեք, չգիտեմ։ Այն ժամանակ նոր Լավ, ես արձագանքեմ, որ ինձ հարց տվեցիք։ Ուրեմն ես նաև ներկայացնում եմ վերջերս մի 2-3 ամիս է որ կազմավորվել է, կոչվում է համահայկական հասարակական դաշինք, հասարակական կազմակերպությունը միավորա։ Մի քանի օր առաջ հավաք եղավ, բականին այդպես եւ մարդաշատ էր եւ մասնագետներ կային, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպություն ներկայացուցիչներ, մի այսպես բանաձև ընդունվեց։ Բանաձևից առաջին կետը ես ընդհանրապես մի կետը կարդամ, ձեր հարցի կոնկրետ պատասխանն է։ Ժամ առաջ կասեցնել ընդդիմության որոշ շրջանակների կողմից միմյանց նկատմամբ հանրային տիրություն դրսևորվող անբարյացկամ կեցվածք, ես նոր եմ կիսվել։ Հա, ուզում այլ կետեր էլ կան։ Այսինքն մենք ես մեղմ այստեղ գնահատված ավելի խիստ որակումներ, բայց նպատակը, հա, դադարեք։ Սա իրոք անընդունելի է այս պայմաններում։ Ցանկացած ձևով որից հիմնավորում ճիշտ սխալ բացատրություն դա իմ կարծիքով որից արժեք չունի։ Բոլորս նույն խրամատում ենք եւ նույն նպատակին է մեր աշխատանքը միտված։ Այսքանը։ Այո, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։